Բարևձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի Ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Էդգար Էլբակյանը, բարևձեզ Էդգար։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, երեկվա լրահոսից մի քանի կարևոր բաներ ներկայացնեմ եւ անցնենք բուն թեմաներին։ Ուղղակի գիտություն մեր հետևորդներին երբեմն այսպես արձագանքում են ասելով, որ մեր հյուրերը շատ ավելի քիչ են խոսում, ասեմ, որ ես մի քանի բանախոսների հետ եմ սովորաբար նստում, նրանց հետ ինձ էլ շատ հետաքրքիր է եւ ոչ թե դա ըստ էության հարցազրույց է, այլ ավելի շուտ վերածվում է քննարկման։ Սա է գիտություն նրանց, ովքեր համառորեն հետևողական, այսպես հետևում են ինձ եւ Հայելի Ակումբին, չեն հրաժարվում մեզանից, բայց նաև չեն հրաժարվում այդպես իրենց ժամանակ առ ժամանակ իրենց զայրույթը արտահայտել։ Ինչևէ, երեկվա լրահոսից Սամվել Կարապետյանի մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել այս մասին։ Հրատապ ասուլիսի ժամանակ երեք հայտարարել էր Արամ Վարդևանյանը։ Ինչու որոշեցի սկսել սրանից, որովհետև ահաբեկչությունը մեր քրեակատարողական հիմնարկներում շարունակվում է առհասարակ ընդդիմադիր գործիչների եւ քիչ թե շատ դիրքորոշում ունեցող անձանց, ովքեր ես շատ ավելի պարզ եմ դա սովորաբար ասում, ովքեր ասում են, որ Արցախը մեր հայրենիքն է եղել եւ ովքեր ասում են, որ Հայաստանի Հանրապետությունը մեր հայրենիքն է, ուրեմն պարզ եւ կոնկրետ է ամեն ինչը հստակ իրենք, ուրեմն իրենք պիտի խնդրեմ ունենան այսօրվա իշխանությունների հետ։ Այսինքն այսօրվա իշխանությունը համարում է, որ վերջ, այդ մարդը արդեն պրոբլեմատիկ է, ուրեմն ինքը պիտի հայտնվի թշնամի է, ճիշտ է ասում Էդգար, ուրեմն ինքը պիտի հայտնվի քրեակատարողական հիմնարկում։ Սամվել Կարապետյանը այսպես մի քանի մեծ առավելություններ ունի, ինքը մնում է մեծագույն բարերար այ ժողովրդի, ես չեմ հոգնում ասել, որ եթե այսօրվա իշխանություններին կհաջողվի Հայաստանի Հանրապետությունը վերջնական կործանել, միևնույն է հայ ժողովուրդը տարբեր տեղերում կապրի կմնա եւ իր պատմության մեջ գրվելու է, որ նորանկախ հանրապետության այս տարիների երրորդ հանրապետության շրջանի ամենամեծ բարերարը Արցախի, հատկապես Արցախի հանրապետության, ամենև Հայաստանի հանրապետության մնում է Սամվել Կարապետյանը եւ տեսեք ինչպիսի սադիստական, վերաբերմունք իր նկատմամբ, հիշում եք, որ Ամռանը ձերբակալեցին Սամվել Կարապետյանին, Մարիամ, այն ժամանակ հիշում եք, սարսափելի շոկ, տապ, ինչ էր տեղի ունենում, 50 Եվ ասում էին, որ այդ խցում անգամ որևէ օդափոխություն չկա, ոչ մի բան չկա եւ 60 աշճանի տակ պատկերացրեք, ուղղակի բառից բուն իմաստով, ահա ես չգիտեմ ինչ բառով կարելի։ Այո, սա կոչվում է խոշտանգում։ Ինչու համար եմ ես այս թեմայի վրա կենտրոնանում, իդեպ հետո իմիջայլոց այս մարդիկ եւ անգամ մեր սրբազանները հատկապես այն 3 սրբազանը, հետո իրենց միացավ Արշակ սրբազանը, շատ Արշակ սրբազանն է իրեն այդպես պահում։ Մենք բոլորս գիտենք, որ նրանցից մեկը շատ կոնկրետ դիաբետի տակ է, մյուսը քաղցկեղ ունի։ Մկրտիչ սրբազանին էլի այդպես խոշտանգում են դաժան պայմաններում։ Եվ փաստաբանները մտնում են այդտեղ, իհարկե ես քննադատում եմ փաստաբանները, որտեղ այս իմաստով թյուր իմացություն եւ խայտարակություն են իրենց փաստաբանները, որովհետև իրենց պարտականությունն է, որ իրենք պաշտպանեն։ Եթե այնտեղից սրբազանները ասում են, որ մենք լավ ենք, պետք չի հանկարծ ցույց տալ, որ մենք վատ ենք, թույլ ենք, չգիտեմ ինչ, նույնը նաև Սամվել Կարապետյանը։ Այսինքն այնտեղից չեն աղմուկում, բանից անցնում է։ Այո, ասենք ինչ որ տեղի ունեցավ Արմեն Գրիգորյանի հետ։ Հիմա նույն սարսափելի պայմաններում է Մկրտիչ սրբազանը։ Եվ մենք գիտենք այն երկու սրբազան, այսինքն հասավ ծայրահեղ վիճակում Միքայել Սրբազանը, նոր բարեհաճեցին փաստաբանները խոսել, աղմուկ բարձրացնել, ես չգիտեմ, չպիտի լսել իրենց։ Արմեն Գրիգորյանի փաստաբաններն էլ գալիս էին, ասում էին աղմուկենք, ոչ, պետք չի, ասում ենք, չէ, պետք չի խոսել, որտեղ Արմեն Գրիգորյանը չի ուզում այդպեսի, հետո Հիմա նույնը Սամվել Կարապետյանին է, ասում եմ, չէ, այդպես չի, ես վստահ եմ, ես գիտեի դրա մասին, որ իրան այդ պայմաններում է, չէ, պետք չի, դե գիտեք ինչ, իրանք նորմալ մարդիկ են,
բարձր արժանապատվություն ունեցող մարդիկ են եւ այսպես ատամները կրճտացնելով այդ սարսափելի պայմաններում չեն ուզում ցույց տալ, որ իրենք այդ վիճակում են։ Հասկանում եք, դե տղամարդ է, նորմալ մարդիկ են, չէ՞։ Այս կնգանման չէ, որ Բերդում նստած կանացի ձանով ղժում, ճվում, լացում էր ու Զարուհի Փոստանջյանի փեշերից բռնած ասում էր՝ «Մի գնա այստեղից, մի գնա»։ Զարուհի Փոստանջյանը մի քանի անգամ պատմել է։ Հիմա այսինքն ինքը ուզում է, ես կարծում եմ, որ սրանց, քանի որ այդ արժանինքներն ու հատկանիշները չունեն, իրենց նաև հունից հանում են ոնց։ Սամվել Կարապետյանը դիմանում է 60 աշճան տապին ու սառնամանիքին, ոնց, Միքայել Սրբազանն ու Բագրատ Սրբազանն այդ ճնշումներն այդ սարսափելի պայմաններին դիմանում են, մարդ քաղցկեղով հիվանդ մարդը, դիաբետ ունեցող մարդը, ընդունող մարդը, Մկրտիչ Սրբազան, ոնց դիմանում են, գնացեք էլի խոշտանգեք, գնացեք շարունակեք խոշտանգումները։ Փաստորեն հիմա նոր դուրս է եկել, հայտնի է դարձել, որ Սամվել Կարապետյանը երկկողմանի թոքավոր պատկերացնում եք։ Պատկերացնում եք ինչա տեմ, սա ինչի համար եմ ասում, նույնը տեղի անենում Նարեկ Սամսոնյանի հետ։ Նարեկ Սամսոնյանը այսօր մարդը հացադուլի մեջը 6-րդ, 7-րդ օրն է մոտենում, տանում են դաժանագույն պայմանների մեջ են դեպքում, երբ որ Նարեկ Սամսոնյանը ունենար մշտական հսկողություն, նախ են, որ ինքը դադարեց, նախ պիտի խնդրել Նարեկ Սամսոնյանին, որ դադարեցնի, ում դիմաց, որ մարդկային գութը առաջացնի կամ բանը Եվրոպաներում խղճի բան խայտ ունենան, դրանց բանը ձեռքի հետ մի հատ ցեղասպանություն անցկացրեցին, մարսեց ամբողջ Եվրոպան ու արևմուտքը ոչ մեկի վեճը չի, մարդը գնացել է այս կամ այն երկրի առևանգում, այս կամ այն երկրի բանի նախագահին առևանգում, առավոտը զարթնում է, ասում է, այս երկիրն էլ է իմը, Կուբան էլ է իմը, Մեքսիկան էլ կմտածեմ, դե բանը Դանյանն էլ իզորուչի հետ պահելու գնում եմ վերցնեմ, ում գուտն եք ուզում շարժել։ Ում խիղճը, չգիտեմ։ Դրա համար պետք է մեկ անգամ եւս խնդրանք, դիմում, պահանջ բոլոր փաստաբաններից, հասարակական կազմակերպություններից, չգիտեմ, պատասխանատու անձանցից, որ հնարավորինս աղմուկ բարձրացնել եւ դուրս չգալ երջանիկ ապուշ ժպիտով են, ապուշների ժպիտով փաստաբանները։ Սերբազանն ասեց, որ մենք շատ լավ ենք, ողջուններ։ Մեկ էլ են պատգամավորները գնում են Սրբազանի կողմից ողջուններ, շատ լավ են, ասեցին, որ մենք շատ լավ է Միքայել Սրբազանը, դուք չեք տեսնում Բագրատ Սրբազանի վիճակը, դուք չեք տեսնում Նարեկի վիճակը, շատ լավ են, էլ ասում է դե լավ, էլի տանեմ սպանեմ էլ ոչ մի խնդիր չկա, ինչ եղավ, որ Արմենին սպանեցինք, ինչ եղավ, ինչ կատարվեց, որ ոչ մի բան։ Հիմա նույնը, ասենք Սամվել Կարապետյանը, որ ասենք փաստաբաններ դուրս են, հիմա նոր խոսում են, բայց ասում ենք, չէ, որ խոշտանգում են Սամվել Կարապետյանի 60 աշճանի տակ Սամվել Կարապետյանի պայել, հետո նոր սառնամանիքի մեջ է, հետո էլ պարզոն սառնամանիքի մեջ չեն ջեռուցել։ Սադիստ է այս մարդը, այն իր ածախ ղեկավարներով այդ համապատասխան մարդկանցով։ Սրա մասին է ուզում խոսել եւ ուզում եմ, որ փաստաբանները աչալուրջ են, ապուշ ձեր այդ ժպիտները, հիմար ժպիտները, շատ լավ են, իրենք ողջուններ փոխանցեցին, Սերբազանները ողջուններ փոխանցեցին, Սամվել Կարապետյանը շատ լավ է իրեն, ո՞նց է շատ լավ, հա, շատ լավ ազգում իրան Սամվել Կարապետյանը։ Հա, ես այս հարցին կուզեմ անդրադառնալ, ճիշտ ասած, որովհետեւ դուք այն քչերից եք, ում հետ իմ պատկերացումները այս հարցում համընկնում են։ Ես իմ մոտեցումը ասեմ էլ այս հարցին, ինքը մի քիչ դժվար է ասել, որովհետև կա անհամաչափություն, այսինքն կան մարդիկ, ում մասին մենք խոսում ենք, որ այդ ճակատագրով անցել են եւ անցնում են, հենց բանտարկված լինելու քաղաքական պատճառով, եւ ասենք կանք մենք որ չենք անցել կամ իրենց չափ չենք անցել, ձեր վրա էլ հազար հատ դրանք բողոք-մողոքներ են գրել, բայց ասենք կարծասո հա բանտարկված չեք եղել, ես չեմ եղել։ Մի քիչ այս առումով բարոյական ասիմետրիա կա, բայց ես կփորձեմ այդ բանը հաղթահարել, կաշկանդվածությունը եւ խոսալ ուղղակի որպես տեսաբան, այսպես ասենք, հաշվեք իսկի հայ էլ չեմ, ուղղակի թեմային տիրապետում եմ, խոսում եմ, ասենք ուղղակի այլազգի գիտնական է։ Այդ վարքը, որը դուք նկարագրեցիք, այդ ձիգ Երևանը փորձել թուլություն ցույց չտալը, ամեն գնով դիմանալը, այդ ասպետական մոտեցումը, բարձ ասենք։ Ասպետական մոտեցումը աշխատում է, երբ որ կա համաչափություն։ Այդ ասպետություն որտեղից մենք գիտենք, հա, այդ մշակութային ֆենոմենը կամ գրքերից կամ հիմնական զանգվածային մշակույթից կինոներից։ Ասպետները դուրս էին գալիս ու ասենք իրար հետ դուելի ժամանակ մրցում էին, բայց իրանք ասպետ էին այնքան ժամանակ, քանի երկուսն էլ այդ կանոնները պահում էին։ Այսինքն երկուսն էլ օրինակ մրցում էին սուսերով, ոչ թե ինչ որ մեկը ծառի հետևում պահկված աթանդա ուներ դիմացինին խփելու համար։
երկկողմանի պետք է լինի ասպետությունը, որ դու ասես չի, ես ասպետ եմ, ես ոնց կարամ բան անեմ, ասենք հրազեն գործած եմ, մենք պայմանավորվել ենք, որ սուսերամարտ պետք է լինի։ Այս դեպքում դա աշխատում է, բայց երբ որ կա պայմանների անհամաչափություն, սա արդեն չի աշխատում։ Հիմա այս տարբերակով կարելի է օրինակ նախկին իշխանությունների ժամանակ, իհարկե այն ժամանակ շատ դժվար է խոսել քաղբանտարկյալ երևույթի մասին, բայց ամեն դեպքում կային մարդիկ, որոնք այս կամ այն հանգամանքների բերումով լինում էին ընդդիմադիր եւ այս կամ այն հանգամանքների բերումով հայտնվում էին բանտում։ Եղել են տես մարդիկ։ Բայց ել եմ ասում, ես կդժվարանամ ասել, որ զանգվածային կամ թեկուզ կետային քաղբանտարկյալության երևույթ եղել է նախկինների ժամանակ։ Ես էլ sense ֆիքս ենք ամեն դեպքում հանուն ճշմարտության։ Բայց այդպես մարդիկ եղել են։ Օրինակ մեկը Շանթ է, հա, հիմա քաղբանտարկյալ թե քաղբանտարկյալ չէր, բայց փաստ էր մարդ ուներ ընդդիմադիր հայացքներ ու բանտարկվեց, ահա։ Այն ժամանակ այս մոտեցումը կարող աշխատեր, որովհետև պետությունը թուրքական չէր, որովհետև այն ժամանակ դու իրոք բանտարկյալ էիր, ոչ թե գերի, ռազմագերի, ոչ թե խոշտանգվող։ Այս պայմաններում, երբ որ այս ասիմետրիան կա թուրքական բռնակալություն ու կա մարդ, որը պայքարում է այդ բռնակալության դեմ, հա, դիմադրողը, ասենց ասած, եթե այդ ֆրանսիական դիմադրության շարժման անալոգիան բերենք, ու դիմադրողը հայտնվում է անազատության մեջ, խոշտանգման մեջ, դիմադրողի խնդիրը ողջ մնալն է։ Ես լուրջ եմ ասում, ու սա չոր պրագմատիզմ չի, սա ինչ-որ տղամարդկությունը զոհելով, ինչ-որ անարժանապատիվ կյանք վաստակել չի։ Չէ, ոնց է թուրքերի բանտում հայտնես, ասես ես ասպետ եմ, հացը չեմ ուտում իրենց, չգիտեմ, հա, նախ թուրքի վեճին չի, ավելի լավ։ Իրավազացան դա է։ Իհարկե։ Հիմա փաստաբանների հարցը, գիտեք, ստեղ էլ ես իրավաբան, այս քաղաքագիտական մասն էր, այս մասով ավելի քիչ կասեմ, որտեվ իրավաբան չեմ, բայց այն ինչը որ կարող եմ ասել, կասեմ։ Ոնց որ բժիշկը ունի ձայնի բարձրագույն իրավունք բուժման ժամանակ։ Պարզ է, հիվանդ օրինակ ասում է, վայ բժիշկ ջան, այդ դեղը չեմ կարող խմեմ, սիրտս խառնում, ասում է, լավ է, չես կարող, մյուսը, այսինքն խորհրդակցում է մեկը հիվանդի հետ, բայց եթե պարզի մենակ այդ դեղն է բուժում, չէ, դե կասի, ոնց չես կարող, սիրտդ խառնում, սիրտդ խառնելով խմի, սա եկո բուժումը։ Չէ, բայց ով է տեսել, որ բժիշկն ասի ուզում ես խմել, թե չի, ասում է սա քեզ պիտի օգնի, սա քեզ փրկելու է, ուրեմն պիտի անես, ուրեմն փաստաբանը պիտի բարի լինի, ասի Միքայել Սրբազան ջան, հեչ լավ բառ ասեցին, ասպետական դրսևորում սրանց նկատմամբ ինչի համար է։ Դուք ես ծառահեղ ծանր վիճակում եք կամ Սամվել Կարապետյան, դուք մեզ պետք եք այս ժողովրդին, ասենք դուք ես ծանր վիճակում հայտնվեցիք առողջական խնդիրներով, հյուծվեցիք, չգիտեմ ինչ։ Ո՞ւմ է դա օգուտ տալու, թշնամուն, իրանց է օգուտ տալու, դրա համար պետք է ասի ոչ։ Մենք գնում ենք այս քայլերի, բժիշկը ոնց է իր, շատ լավ բան ասեցիր, համեմատելով բժիշկի հետ։ Ինչ որտեղ կարա, եթե հիվանդությունը դա թույլ տալիս, ինչ որտեղ կարա բժիշկը հիվանդին ազատություն տասի, լավ, այս դեղը չի ուզում, այս մեկը գոնե խմի, բայց եթե ծայրահեղ վիճակ, ասենք, այդ մի դեղն է, ստեղ արդեն բժիշկը պետք է բարձրագույն ձայնի իրավունք ունենա։ Նույնը ստեղ։ Հիմա այստեղ ուղղակի գիտեք իրավականն ու քաղաքականը խառնված է իրար, օրինակ կարող է մարդ կա, ինքը քաղբանտարկյալ է եւ չասեմ իրան դուր է դա գալիս, դա ոչ մեկին չի կարա դուր գա, այդ կարամ առանց այդ կյանքով անցած լինելու կարամ փաստեմ, բայց կարող է մարդը մտածում է որ լավ, ռասուշ արդեն քաղբանտարկյալ եմ, փորձեմ առավելագույն քաղաքական մենք այդ վիճակում չենք դեռ ոնց որ Նելսոն Մանդելայի էֆեկտ։ Այդ Նելսոն Մանդելայի պատմությունը նենց վատն է։ Ախր Նելսոն Մանդելան երբ որ նստած էր, ամբողջ մի հատ այդ արևմտյան բանը այն վաղ արևմուտքը մի քիչ էս կոմեն ուրիշ էր սառը պատերազմը դեռ չէր բրծել, բայց ոչ շում մի հատ աշխարհական ուժեղ բևեր աշխատում էր այդ թևի վրա հանուն այդ գաղափարի համար էլ բերեցին կերտեցին իրանից հերոսի կերպար։ Լավ, հիմա եթե մարդիկ ուզում են Նելսոն Մանդելայի ճանապարհով գնալ, ձեր այդ բևերը ով է, նույնիսկ արևմուտք բառն եմ հանում։ Ինչ որ մի բևեր, որը համառորեն դրած հայկական թեման դրսից պաշտպանում է ընդդեմ այս իշխանությունների ու ձեզանից էլ հերոսի կերպար է։ Չկա այդպիսի բևեր։ Ո՞վ վրա եք հույս դրել, Չկա այդպիսի բան, դրա համար պիտի այս դադարեցնել եւ հատկապես այդ ընդդիմադիր падգամավորներ դուրս են գալիս, մենք փոխ իրանց էջում գրում են, փոխ անցում եմ ջերմագինիզի միջերը, այս սրբազանների կողմից չգիտեմ ում կողմից, վերջացեք, դադարեցեք այդ ամենը։ Այդ հարցին էլ գամ, օրինակ եթե ես լինեի падգամավոր ու այդպես գնայի այցելության, դե իհարկե այնտեղ բոլորը տարեքովինից մեծ են քաղբանտարկյալները, բայց ամեն դեպքում ես իմ պարտքը կհամարեի որպես ազատությունից եկող մարդ, որ ինֆորմացիոն ավելի ասիմետրիա կա էլի բռնված մարդու, դրսում գտնվող մարդու, ես իմ պարտքը կհամարեի համոզելու,
որովհետև դե հա պարզ է որ ողջույնն է փոխանցում։ Չէ, ամենայն հարգանքով բոլոր, ասենք ընդդիմադիր ազգային պատգամավորների հանդեպ, բայց այդ պետք է փոխանցի, չի ասելու մեռնում եմ։ Գնա ասա, որ ես շատ վատ եմ, հա, էս ինչը։ Պարզ է դի չի ասելու։ Այսինքն այդ միակ փաստաբանը, որ այդպես է իրեն պահում, ես չգիտեմ, երկրորդ անը Զարուհի Պոստանջյանն է։ Վարդան Ղուկասյանը դատարան գալիս ասում է նորմալ է, այո, ասում է բանը, ինչի մասն է ծայրահեղ եւ իսկապես տեսակ տարան հիվանդանոց, ծանր վիճակում է այդ մարդը։ Այդ մարդը լուրջ խնդիրներ ունի առողջական, գիտեք, չէ, չգիտեմ, 8 վիրահատություն տարած մարդ, լուրջ խնդիրներով մարդ, մի հատ նեղ խցում, այսպես 30-10 մետրը, չգիտեմ ինչա, այդ խցում պահում են 5 հոգով նստած, որից 3-ը ծխում են անվարջ եւ մի հատ վարագույրով փակված, ինչ որ sense սանհանգույց առանձնացած ու հիվանդությունով այնտեղ մարդը նստած։ Հիմա չաղ մկի Զարուհի Պոստանջյան։ Ես մենակ Զարուհի Պոստանջյանին գիտեմ։ Չէ, այստեղ ուրիշ գործիքակազմ է, ժողովրդել եմ ասում, սա մեր սիրած թեման, հա, Տիկին Անժելայի, որ ախտորոշումը սխալ է, մարդիկ, այսինքն միգուցե արդեն սկսել են ասել, բայց խորապես չեն գիտակցում, որ գործում են թուրքական բռնակալությանը, դրա համար գործում են այդ խաղաղ ժամանակներին, ինչ որ Նելսոն Մանդելայական բաներով, ձևերով, հա, որ մեր հերոս Կաղբանտարկյալը ինքը քաջը անվախ ամեացած նկար սարքենք Իրանով։ Այդ մեկը մյուսին չի խանգարում, դա էլ կարելի է անել, ես չեմ ասում ինչ-որ դառնա Կաղբանտարկյալների թեման խեղճության քարոզ, բան, որ սրանք սրտով լինեն, սրանք էլ ասեն, հա, բա չեք կարում դիմանակ, բա ասում եք մենք մարդիկ։ Չէ, այսինքն չպիտի դա հանրայնացնել անընդհատ եւ ասել մարդուն տարել են բանը, խոշտանգում են այդտեղ, հա, դրա մասին չխոսե, որ 60 աշճանի տակ ազգային բարերարին պահում են Սամվել Կարապետյանը կամ Սառնամանիքի մեջ պահում են։ Ինքը պինդ է, ինքը չի կոտրվում, բայց պայմանները խոշտանգային են։ Մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում, վերջ։ Հիմա բա խոշտանգում է Վարդանյան Ռուբենին իդեպ հա հիշենք նաև բնականաբար Բաքվում խոշտանգող մեր պատաններին մի անգամ թե կադրերը կար ինչ որ այն աստիճան էր եղել հա որ թուրքերը չէին էլ բան արել զսպել իրանցի դու չէին կարծել թաքցնել այսինքն ակնհայտ մարդը խոշտանգված դեմքով դուրս էր եկել ու ենթադրաբար ծխախոտի բաներ էր հանգցրած դեմքին Հիմա էդ էլ է խոշտանգում, բայց էլ է խոշտանգում Սառնամանիք, հա ջեռուցում եթե միացրած չի, բա երկկողմային հոգաբորբեկ կլինի, մինին գիտեք, կլինի ամեն ինչը կարող լինի։ Դա դասական խոշտանգում է։ Այդ բառի, ասենց բառարանային, քրեա իրավական իմաստով։ Եվ չգիտեմ, ասենք այդ մարդուն եղել է, չէ՞, տեսակցություններ։ Հա, շատ սահմանափակ էր, բայց փաստաբանները եւ հարազատները։ Բա, ասենք հաստատ այդ մարդը ասել է մարոզական։ Գիտեք, կարող է իրոք մարդ ես, ենթադրենք չի ասել, բայց փաստաբանը ինքը պետք է համ բժիշկ կլինի, համ հոգեբան։ Չէ, ոնց է, ես գիտեի դրա մասին։ Ես գիտեի, ես ասում էի, այսպես, այ, հա, շոկ Սառնամանիքը չէ, մի բա ասեցին, այնտեղից ինֆորմացիա դուրս եկավ, հետո քար լռություն, չկա դրա մասին խոսակցություն։ Այդ մարդուն այնտեղ խոշտանգում են։ Հետո, գիտեք, կոնկրետ իր հետ Եթե Սամվել Կարապետյանն են այդպես խոշտանգում, գիտեմ որ աղմուկը մեծ կարող է լինի, ի վերջո հանրային մեծ աջակցություն եւ պաշտպանություն ունի, հզոր փաստաբան ունի, իդեմս այն ինչ էր ազգանում։ Հա, իդեմս որտեղ իսկապես այդ իմանալով։ Բայց դուք պատկերացնում եք մյուսները ինչ վիճակի մեջ են։ Հիմա այն մկրտիչ սրբազանին ինչ են անում։ Ամենասարսափելի պայմաններում մկրտիչ սրբազանն է։ Հիմա ասենք ինչա, բանա, քանի որ չգիտեմ ինչ բառ ասեմ, այս դեպքում զսպվածություն ունի, համբերատարություն ունի, ձայն չի հանում, ուրեմն պիտի թողեն, որ այդ մարդուն խոշտանգեն այդտեղ։ Չէ, պետք է աշխատել, որովհետև գիտեք, այդ նամակներ տանել, նամակներ ընդեից բերելը այդ մարդու անունից, այդ մարդկանց անունից Facebook-ում հրապարակելու, դա տրիվիալ գործառույթներ են։ Հիմա ասենք այդ բանտապանն էլ կարա անի, այտենց խիղճ է, դա ասի ես վեկալ տար մեկին տուր թող դնեն հիմա այս Facebook-ում ասի լավ դե սրբազան մարդ ես ասաում տանեմ, գործից հետո կտանեմ։ Ասենք ստեղ աշխատանք պետք է կատարվի։ Իսկ կոնկրետ Կարապետյան Սամվելի դեպքում ստեղ արդեն եթե իմ թեմաներ մտնեմ քաղաքագիտական, որտեղ ձայնս ավելի վստահ է, քաղաքական աշխատանքն էլ պատշաճ չի տարվել։ Ամառվանից այս կողմ, ասենք Սկզբից կային մի արանք փողոցում այդ մարդու նկարները, հələ գանք նկարներից, այս առասային նկարները։ Չէ, մարդը նախ եկեք մի հատ հստակեցնենք, Սամվել Կարապետյանը շարունակվում է կալանավորված մնալ։ Չէ, շարունակում է կալանավորված։ Այնպես չէ՞ որ ազատություն է ստացել Սամվել Կարապետյանը։ Տնային կալանքը ի՞նչ է։ Դուք պատկերացնեք, ինձ որ 5 օր պահեն տան ասեն դու դուրս չգաս, չգիտեմ, մարդուն դա խոշտանգում չի, դա կալանքի մեկ այլ ձև է։ Ըստ որում Իրանը ուժեղացված է, օրինակ հիշեք Աշոտյանը ինքը երբ որ տնային կալանքում էր, էլի տնային կալանքի ռեժիմ էր, բայց օրինակ ինքը ինչ որ տեքստ էր գրում, ասենք ստատուս էր գրում, տալիս էր փաստաբաններին, փաստաբանները Facebook-ում հրապարակում էին, տակը նշում էին անում, որ սա ինքը չի գրել, ինքը իրավունք չունի, մենք դոստուպ ունենք, մենք ենք դրել։ Կարապետյանի դեպքում իսկ արգելված է առասակ հանրային ուղերձներ անել։
Այսինքն ինքը որ այդ նույն ձևով փոխանցի դնի, վсё, մի անգամ կհամարվի, որ օրենքը խախտես, նորից կտանեն բան։ Բայց ես քաղաքական թեմային եմ ուզում հետ գալ։ Բավարար աշխատանք հենց Կարապետյան Սամվելի անձամբ կերպարի հանրահռչակման իր մասին չի արվել։ Հիմա նոր ոնց որ արդեն կա այդ ըմբռնումը, որ չէ հայաստանյան մտածողությունը քաղաքական անձնավորված է, մենք պետք է առաջնորդվենք Սամվել Նիկոլ այդ հակադրությամբ, որին ես համաձայն եմ իդեպ։ Հիմա ինչ-որ չափով արվում է, բայց կհիշեք ամառը մի բան նկարները այստեղ այնտեղ բան կպցրած էր, հետո ասենք էդ էլ կորավ ու ինչ որ առաջի պլան եկավ շարժումը իր անունով, իր կերպարներով, որ բնական է։ Չէ, դե մոռացան, որ այդ մարդը որ չլինի ընդհանրապես ով եք դուք։ Բայց ասենք Սամվել Կարապետյան չկա մեր ձևովից, ով եք դուք, էլի ընդհանրապես։ Այն ձեր բարի դոբրի անիմաստ անկապ ինչ որ բաներով, չգիտեմ, թեզերով, լոզունգներով, ընդհանրապես ում եք դուք պետք։ Չէ, այսօր փոխանակ են ճակատային բանը գնա։ Իհարկե շատ ճիշտ է նաև սոցիալական հարցերով հանդերձ։ Այդ առումով շատ լավ է, որ մեր ձևով այդ կարողանում է անել, բայց այսօր բոլորովին այս մարդու ընդ որում մարդիկ կան, օրինակ PR տեսանկյունից ասեմ կամ ընդհանրապես Ռոբերտ Քոչարյան կամ Սամվել Կարապետյան, ինչքան պիտի սուպեր պրոֆեսիոնալ բան իմաստով եմ ասում, էլի դու վարպետ լինես, որ կարողանաս այսպիսի հզոր կերպարներ ունենալով բան չներկայացնել, որտեղ իրանք ինքնին արդեն այս մարդիկ որ բան չանեն, իրանց անցած ճանապարհն ու իրանց կերպարը, իրանց բարեգործությունը, ել չեմ ասում նրա հաղթանակը, նրա չգիտեմ ինչերը, արդեն ինքնին բանա, չէ՞։ Արդեն ինքնին դրական Ես բաց օրինակ բերեմ, տեսեք, այս աշխարհի մարդիկ բիզնեսի մասին եմ խոսում, դե հիմա Սամվել Կարապետյան արդեն նաև քաղաքական գործիչ է, բայց բիզնեսից է եկել։ Այս աշխարհի մարդիկ իրենք շատ հաշվենկատ են, բայց այդ բառը վատ բառ է, ես վատ բառով չեմ ասում, նկատի ունեմ բառից բուն իմաստով հաշվել կարողացող, լավ, ասենց ասեմ։ Իրանք լավ են հասկանում որտեղ արժի ներդրում անել, բառի բուն իմաստով, բայց հետո նաև քաղաքական, իսկ որտեղ որ չէ, այդ ծախսը կոպիտ ասած հետ չի գալու։ Հիմա լավ հասկանալով, որ լավ իմանալով, լավ տեսնելով դա ակնհայտ է, ու նաև ռուսական, այսինքն քաղաքական շրջանակների հետ կապեր ունենալով անհնար է, որ այս մարդը չի իմացել, որ այս մեր հայկական թեման ինքը, եթե բիզնեսի լեզվի վերածենք, շատ ռիսկային բան է, պորտֆոլիո է, շատ ռիսկային մի հատ թեմա է։ Այստեղ դու կարող ես ամբողջ քո ունեցածն էլ դնես, բայց լիքը այլ գործոններ չհամարվեն։ Բայց այսինքն ինքը հասկացել հայրենիքի հարցը է։ Բայց դրանով հանդերձ հիմա պարզ մի հատ բան, աշխարհում, այսինքն ինչ կարող է օրինակ իր քաղաքական թիմն ասել, աշխարհում ցույց տվեք մի հատ բան, այտենց միլիարդատեր, մեծահարուստ մարդ, որը ասենք իր այդ կարողությունը ռիսկի տակ է դրել, հանուն ասենք իր ազգի։ Հենց այսօրվա աշխարհում չեն գնում հին դարեր։ Դե Իվանիշվիլի օրինակն եմ բերում։ Բայց ռիսկի տակ է դրել որոնտեղ թե չէ։ Չի դրել ռիսկի տակ։ Դրել է այս աստիճան թե ոչ, որտեղ այնտեղ ռուսական ներգրավվածությունը այդ ասենց փաստաթղթավորված։ Այսինքն եթե ամփոփենք Սամվել Կարապետյանը այսպես ռիսկային գնացել է կարողություններով ամեն ինչով, հանուն հայրենիքի, բայց թիմը չի կողմնորոշում ինչ անի կամ չգիտի, այստեղ հիմա ում խնդիրն է Սամվել Կարապետյանի, որ ինքը ճիշտ չի կարողանում դա հասկանալ կամ այն թիմը, որ բա ով է ձևավորում է, հարցը առաջանում։ Հիմա շատ անգամ էլ ասում են, ասենք Ռոբերտ Քոչարյանը այսպեսին է, բայց թիմի մեջ թյուրիմացություններ կա, հիմա բայց այդ թիմը կամ միջավայրը ով է ձևավորում։ Դե այս երկար թեմա է, այս ի վերջո արևմուտքի հաղթանակն է, որ ինքը կարողանում է երկար տասնամյակներ աշխատելով քո դեմոգրաֆիան, քո մարդկանց խառնվածքը, աշխարհայացքը նենց փոխել, որ երբեմն հիմա դու կարող ես նայեք, ասենք ԿՊ-ի օրինակ մարդկանց, մեր ազգային դաշտի առանձին մարդկանց, բայց չճանաչեք իրանց, այսպես նկարները դնեն կողք, դուք չտարբերեք ով է։ Այդպես էլ կա։ Իրանց բռնած հեռախոսները, հակուկապը, քաղաքական վարքագիծը, վարքաբանական առումով ոչ թե հայացքները հայ են թուրք են, չէ, այլ վարքաբանական առումով, ասենք թիմից թիմ գնալ, բան, այս առումով էլ է։ Դե կարող չտարբերեք, ասեք չեմ տարբերում, ոնց նույնն է ալեն, կարող ախպերներ գրեր են։ Էսա խնդրեմը, որ մենք կարիքն ունենք ոչ թե sense մի հոգու, այլ մենք կարիք ունենք, որ ընդհանուր ժողովրդական այդ մտածողությունը ինքը ավելի դեպի զոհաբերում, դեպի նվիրում, դեպի երկարաժամկետ աշխատանք լինի, բայց մեր մոտ անցած 30 տարիներին ձևավորվել է մի հատ հասարակություն, չեմ ասում ամբողջությամբ, այնքան անznազող մարդիկ կան, մի կադրել պատերազմից, որ թուրքերը հրապարակեցին, տարոնը։
Այտենց մարդիկ շատ կան, բայց առաջի պլանը եկել են հատվածը, որը ախպեր տենամ որտեղ կարամ մի բան անեմ, մի բան փոկեմ, մի բան արագ ցուցակ մտնեմ, արագ մանդատ ստանամ, արագ էս անեմ, արագ քյար լինի, եւ սենց առանձին մարդիկ ստիպված են մեկը այդ բանի հետ աշխատել, հա, այդ դեմոգրաֆիկ բանի հետ աշխատել զանգվածի, բայց այդքան հորետեսական չի կոնկրետ այս հարցում իմ դիտարկումը, այդ թիմը բավականին ճկունային առումով ինքը նոր ձևավորված է անցյալից եկող ինչ-որ կաղապարներ, բարդույթներ, դեսի 1000 տարի այս մարդը մեր հետ է պետք է իրանել տիրություն անենք, բան այդքան չունեն իրանք, ոնց որ հին թիմեր էլի։ Եվ օրինակ աղա հիմա այս այսինքն դեռ հույս կա, որ ինչ-որ բան կձևավորվի, ճիշտ ուղղությամբ կգնա մեր ձևով։ Հատկապես որ այս տեսակ մարկանց կարողության Սամվելի պես մարկանց պահանջակ ժողովրդի մեջ կա, այդ արդեն որպես փաստ ես վիճակագրական փաստ, սոցիոլոգիական փաստ կարող եմ ասել, որ ուժեղ լինի, ժողովրդի մասին մտածող լինի, հարուստ լինի, որտեղ մարդկանց մոտ հետ սովետական Հարուստը գա իրանց փոխարեն անի։ Չէ, համեդ, որ դե ինքը ուժեղա կպաշտպանի, համել որ աշկը կուշ դա չի ուտի։ Չեմ կարծում այդ ավելի շատ մտածում են իրենց կբերի ինչ-որ մի բան։ Չէ, էնել կա, իրենց կբերի, բայց ամբողջ խնդիրը մերոնք sense մտածում են որ կոնկրետ իր գրպանը դնի, բայց որ ասենք 300 քանի միլիոններ դրում արել, որ այսօր մենք ունենք այսպիսի էլեկտրաէներգիան հետ է այսպես աշխատել, այս ընթացքում կարգավորվել է, որ այդ իր շնորհիվ է, այդ չեն ուզում, այդ չեն հասկանում, որ հիվանդանոցա կառուցել, չգիտեմ ինչ արել, բան, այս չէ, կամ այս կամ աշխատատեղեր ստեղծել։ Չէ, իրանք մերոնք ավելի շատ սիրում են կոնկրետ իմ գրպանը դրել ես, արել ես, թե չես արել, որովհետև երբ որ նայում ենք թե ինչ շահադիտական բանով են ԿՊ-ի հետևից, Նիկոլի հետևից գնում, շատ ավելի մերոնք ոնց որ այդպեսին են, չգիտեմ։ Օրինակ պարզ բան, ես ինչքան գիտեմ Հրազդան քաղաքում կամ Հրազդան կամ Չարենցանում, բայց չէ, Հրազդանում նույնպես ինչ որ մի գործարան արտադրամը Սամվել Կարապետյանը հիմնած ուներ, այս կամ այն կերպ կամ իրան էր պատկանում կամ իրան ներդրումներ, էական չեն տեխնիկական դետալները, անցած ամառվանից հեծի հետ միասին այս սաղ թեմաների հետ միասին այդ գործարանի աշխատանքները խափանվել է։ ԱԱՑ ստուգումներ, հարկային հաշվապահություն, այս կողմ այն կողմ։ Մամուլում դա օրինակ երևացել է թե չէ։ Ինձ մեր շրջանավարտն է ասել, հրազդանցի այդ երեխեն ասել է։ Բայց օրինակ մամուլում ես դա երբեք չեմ տեսել։ Ախր սենց բաները, երբ որ Երևանյան այդ արիստոկրատ, էլիտար բարձրությունից ես նայում, մանր բան է թվում, բայց դրանք մանր բաներ չեն։ Պետք է ցույց տա որ տեսեք մենակ հեծը չէ։ Նույն կերպ այդ բաները ճնշումները որ շարունակվում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, պարզ չի որ դա տնտեսության վրա ազդում է եւ այդ նույն աշխատատեղերի բանի հարցն է, չէ։ Ինքը իրան նեղ բան քաղաքական բանն է լուծում Նիկոլը, ասեց բան պահի, բանի մեջ պահի էլի իրաց, բայց այդ մարդը հիմա դե ուզեք, չուզեք, ընդունեք չունեք հազարավոր աշխատատեղեր է, չէ՞ ստեղծել։ Կամ օրինակ հաստա չէ որ արել է այդ մարդը։ Երբ որ այս Երևանի համայնքը եւ նաեւ ոնց որ հարակից բաժանորդներ հոսանքազրկվեցին, հա, այս ամանորյա այդ բանը որ Տեսակ սիրելի ժողովուրդ ինչ անշանակում։ Բայց ես օրինակ ես անձամբ ես դրանից հետո եմ իմացել, իսկ ես հետևում եմ նույն մարդկանց, ում որ հետևում էի, այսինքն իմ մեդիա սպառողական վարկում բան չի փոխվել։ Ես այդ ժամանակ իմացա, որ ակազիվեցը հունիս ամսից սկսած հեծից բոլոր այդ մասնագետների տարածքային, հա, ռեգիոնալ բաժանմունքների ղեկավարներին հեռացել են, այդ վաղտ եմ իմացել։ Բայց ես կարդում եմ, ասենք, Ղարամանյան Մարենային միշտ բաժանորդագրած է, միշտ գրում է բերում է։ Իր ստատուսից եմ իմացել, բայց երբ որ այդ մարդկանց հեռացնում էին օրինակ, խի այդ ժամանակ չենք իմացել։ Չէ, բայց հիմա տեսեք, ես երբեմն ընթացքում խի չենք իմացել։ Էդգար, երբեմն թվում ասել շատ պրիմիտիվ բանով եմ, սենց ես խոսում, բայց պիտի այս բան բացատրել էլի, եթե փողոցից եկած անգրագետ 4-ամյա կրթություն, 8-ամյա կրթություն ունեցող մարդուն դու տալիս ես 500,000, 400,000, 1 միլիոն ասում ես արի բարետ, այդ անգրագետ մարդուն։ Այդ նույն անգրագետին, տգետին բերում ես քնիչ ես նշանակում, չգիտեմ ինչ ես նշանակում։ Մի հատ լավ 1 միլիոն ես տալի, չգիտեմ ինչ կան ես տալի։ Ուրեմն սիրելի հայրենակիցներ, իմացեք, որ այն կողքում սպանությունները պիտի շատանան, գողությունները պիտի շատանան, ճիշտ է։ Հանցագործությունները դա շատ է, չէ՞, իրանք են ասում, քարապատվի, հնգապատվի, ինչի, որովհետև որ դուք մտածում եք, որ փողոցից եկած բոմժ անգրագետ քրչոտ մասան գա, դա նորմալ է նստի իշխանության գլխին։ Այդ մենակ Անդրանիկ Միրանյանն ասեց, որ չեռն է գալիս է իշխանության փողոցից, այդ պետությունը կործանվում է։ Հիմա ավելի
պարզ պետք է բացատրել։ Երբ որ դու մի հատ տգետի բերում դնում ես այնտեղ, այդ բոլոր հիվանդանոցներում գիտեք, չէ՞, պոլիկլինիկաներում իրանց մարդիկ, այդպես պատահական բան, ամենտեղ այդ նույն վիճակն է, հեծում։ Երբ որ դու պրոֆեսիոնալ մարդկանց հանում շպրտում ես դուրս, պատահական մարդուն բերում ես դնում ես սիրելի երևույթի բնակիչներ։ Սա նշանակում է, որ դուք պատասխան եք տալիս նրա համար, որ դուք փողոցից եկած անպատասխանատու թափթփուկին 20 թվականին ընտրել եք, հիմա էլ իրենց քմահաճույքով պրոֆեսիոնալներին շպրտում են, բերում են այս մարդկանց, ուրեմն ինչա լինում, ամանորը դիմավորում եք մի քանի օր շարունակ մթության մեջ։ Ու ձեզ չդնեք ապուշի տեղ, որ չեք հասկանում, այս ինչի սա եղավ։ Այդ եղավ նրա համար, որտեվ ինչ արել եք, հիմա դուք դա ստանում եք։ Մթության մեջ կլինեք, սառնամանիքի մեջ կլինեք, կգնաք հիվանդանոց, մի հատ պատահական, չգիտեմ ինչերը ձեր առջև կդնեն ու կփորձեն իբրև թե ձեզ բուժել, ձեզ կգան կսպանեն, կառևանգեն, կթալանեն, դուք կհայտնվեք մի հատ բան, ինչ ասեմ, մի հատ պատահական թափթփուկ ինչ որ մի հատ իրավաբանի բանի ձեռքը, որ ձեր գործով պիտի իբրև թե Թմրանյութերի շրջանառությունը, հատկապես անչափահասների շրջանում ինքը պատահական չի, ես նույն բանը շատ մոտիկ օրինակ բերեմ, միգուցե նաև պարզ մարդկանց, որ գիտության հետ այդ նեղ թեմայի հետ առնչություն չունեն, բայց կարան առնչված լինեն կենցաղային հողի վրա, նույնը եղել է Սաակաշվիլու Վրաստանում։ Ովքեր այդ տարիներին չեմ Կոբուլեցի են գնացել, Թիֆլիսում ինչ որ գործեր, ոնց պետք է որ հիշեն։ Ոնց էին մարդիկ ընդ բողոքում, որ սա մեր ջահելությունը նարկոտիկի վրա է։ Ինքը պատահական չի։ Դա ժողովրդին բթացնելու, հատկապես երիտասարդներին բան անելու, բթացնելու, շարքից անելու ամենալավ ձևն է։ Հիմա այդ երևույթը այլանդակ չափերի է հասել։ Ինչերա կատարվում, ասենք, հայկական այդ բանում այն ինչը որ շատ հաճախ մենք ազգային դաշտի գործիչներս չենք էլ տեսնում, չենք էլ իմանում, ինչերա կատարվում հայկական TikTok-ներում, անչափահասների ներգրավմամբ, շանտաժներ, բռնություն, ռեկետ, սեռական ինչ-որ թեմաներ, ասում եմ, մի այլանդակություն է։ ու հիմա ես որ ասում եմ, որ բանը, տեսեք, ասում եմ անցած 30 տարիներին արևմուտքը գործելու մեծ ազատություն ա ունեցել, այսօր մենք ստացել ենք թեկուզ եւ ասենք կան որակով մարդիկ, բայց նայում ես, ասենք հատկանիշներ կա, որ 1000 հարաբերակցությամբ, մի որակյալ 1000 բրոդ։ Բա այսօրվա է սոցիալական ինժեներիան ուրա հասցնելու, ես հիշում եմ ականջը կանչած Մնացականյան Լևոնը էլ պատանդարված Բաքվում, Աստված իրանց բոլորին ազատություն տա, վերջի տարին, վերջի որն է, ամեն ինչ վերջի է դարել 2016-17 թվականներին Պաշտպանության բանակի հրամանատարին ինքը արդեն դժգոհում էր, ասում է լուրջ է, ասում է այս երկրաչափության վիճակը, գալիս են ասենք, որ իրանց պետք է գցագրենք որպես ձևակերպենք հրետանավոր, հա բայց ասում է լավ տարակյան, ասենք անկյուն չափել բան անել, ասում է չգիտես ելում որտե որ ծակը մտցնես, որ ասենք այդ հաստիկը փակվի էլի, ասում է մենք չենք գալու օֆիցերներով հրետանու վրա։ Բա պատկերացրեք, ես QR մաշտոցը որ QR-ա դարել այս սերունդը, եթե sense երկար բան անենք, թողնենք ուր կհասնի։ Իսկ ինչ նվեր են թողնելու, եթե Աստված տա Հայաստանի Հանրապետությունը մնա, ինչ նվեր է, էլի, այս զբրոդը մեզ ինչ նվեր է։ Այն էլ այս պայմաններում, հա, դուք Տրամպին լավ հիշատակեցիք, որ ասում է, ինչա Դանիայի սահմանապահը, ասում է ուժերը երկու հատ, ասում է որսաշունչ են, երկու գծով կայնած։ Իրանց նվերի մասին, Տրամպի մասին խոսենք, որ իրանց բանը։ Ուրեմն երեք մի ուշագրավ բան մեր գործընկերներից մեկը ներկայացրեց, որ իր ձեռքում ինչ փաստեր է անել, հիմա ուրիշ գաղտնի փաստաթղթեր, Նիկոլ ընտրությունների նախաշեմին շուրջ 3 միլիարդ դրամ, սա մոտավորապես մի հատ ուշադիր էլի, սիրելի հայրենակիցներ եւ հատկապես թոշակառուներ 8 միլիոն դոլար մոտավորապես ինքը պարգևավճարա տվել իր թիմակիցներին։ Լավ եք լսում, ամանորի շեմին 8 միլիոն դոլար։ Ու այնքան անբարոյական է, երբ որ մարդը ասում է դե 40,000 ստացողին 10,000 տամ, դե դեբիլ են էլի, տենց է ենթատեքստը դա է, թոշակառուն չգիտի ինչ պիտի անի, կամ եթե 20,000 տամ որ ջեռուցի, մեկը ինքը էլի սարելու է, պետք է որտեվ 30 քանի հազար է, վառելու ինչ որ sense անհեթեթություն է ասում, ասենք կարող էր, չէ, գոնե 5,000 դրամով թոշակառները ամանորյա մի հատ ինչ որ բան աներ, էլի 5,000 դրամով։ Մի հատ էս կար, հնարավորինս ներկայացնենք ինչ որ դրվագ, թե ինչ է Փաշինյանի ստորագրությամբ հույժ գաղտնի մի փաստաթուղթ, որը մի տուննավոր ընտրություններից առաջ գաղտնի են պահում քաղաքացիներից։
Իմ գործընկեր լրագրողները գրավոր հարցում են իրականացրել կառավարություն, սակայն այս որոշումը որևէ մեկին չի տրամադրվել։ Հակցրել եմ, որպեսզի դուք այսպես կոչված հերոս հարկատուները չիմանաք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը մեկ ստորագրությամբ շուրջ 3 միլիարդ դրամ գումար պետական բյուջեից դուրս գրել իշխանական վերնախավին պարգևատրելու համար։ Ուշադրություն, սա արվել է համատարած թանկացումների, շուրջ 80,000 դրամ աշխատավարձ ստացողների, 36,000 դրամ փոշակ ստացողների եւ համատարած աղքատության ֆոնին։ Ձեր հարկերով, ձեր հաշվին օրենքով ձևակերպված, բայց խղճից դուրս։ Այս կազմակերպի 8-րդ կետում ամրագրված է հույժ գաղտնի։ Ընդ որում սա հույժ գաղտնի է դարձել ոչ թե նրա համար, որովհետև վտանգում է պետության անվտանգությունը, այլ նրա համար, որպեսզի դուք դրա մասին չիմանաք։ Շատ լավ, պարզ էր, չէ՞, ինչի մասին է խոսքը։ Ձեզանից թաքուն գաղտնի, սիրելի հայրենակիցներ, 8 միլիոն դրամ, դրա համար է գրում հույժ գաղտնի։ Հանձնարարական է տրվել, հրաման է իջեցվել, որ պիտի այդքան 3 միլիարդ դրամի մասին է խոսքը, ամանորի շեմին իր թիմակիցների նրանց բաժանի պարգևավճար։ Ասենք, օրինակ $20,000 մոտ $18,000 նախարարներին, փոխնախարարներին 10,000, այսպիսի ահռելի թվեր։ Իսկ դուք, սիրելի թոշակառուներ, քանի որ ըստ իրենց, չգիտեմ, մտավոր հետամնաց են ձեզ համարում, դեբիլ են համարում, ինչ են համարում, տկարամիտ են, ինչ են համարում, գտնում են, որ այն 10,000-ն է, որ ձեր ձեռքը տան, դուք քանի որ մտավոր հետամնաց եք, չեք կարողանա դա ճիշտ ծախսել։ Խնդրեմ։ Հա, այս առումով իրանց խոսույթը շատ բան է, այդտենց անձարձակա դարձել, ինքնավստահությունից է այդ գալիս։ Դե այստեղ մենք գործ ունենք, հա, այդ բառի այնքան ասեցին այդ բառը գլխներիս եկավ։ Բառի բուն իմաստով թալանի հետ, երբ որ պետական միջոցները դիտարկվում են ոչ թե որ այդ ընդհանուր միջոցները, այսինքն պետք է ընդհանուր կերպով բաշխվի, այլ չէ, այդ նրանն է, ում ձեռքին որ գտնվում են պետական լծակները, ըստ այդմ ինչ կուզի կանի։ Սա պետության զավթում է, ըստ որում նույնիսկ եթե այս ազգային թեման չլիներ, այս հայ, թուրք եւ այլն, ուղղակի ինչ որ մի հատ այս մարդիկ լինեին, ասես քաղաքական իմաստով էլ հայ լինեին, ասես քաղաքական հայ մարդուն չի թալանի, բայց համարենք լավ չկա այդ, ոչ չկա աշխարհում Թուրքիա, Ադրբեջան, բայց այս տեսակ իշխանություններ են, այս տեսակ բաներ են անում, միևնույնն է, էլի դա գիտականորեն տեղավորվում է պետության զավթման սահմանման մեջ, որովհետեւ պետությունը հենց նրա համար է պետություն, որ ինքը մաքսիմալ արդար վերաբաշխի հանրային բարիքը, այդ հարկ բախի են հավաքում հարկատուների հերոս են, չէ, այս դեպքում ստացվում է հարկատուների հերոս չեն, ստացվում է հարկատուների հարիվ են։ Եթե մուծվում են ու այդ նույն հարկա, որ ավելի շատ են, չէ, թոշակառուները ասենք, ինչ որ ձև հավասար այդ բաշխի, բայց պարզվում է, որ չէ, դուք չեք կարող այդ տնօրինեք, իսկ օրինակ, չգիտեմ, պարգևավճար ստացողը կարա տնօրինի, բայց հարկ մուծելուց երկուսն են հավասար մուծում են, չեն ասում, լսի դու մի քիչ ոնց որ չես ջոգում փողի հետ ոնց ինչ արի քեզնից իսկի հարկե չվերցնենք էլի շարժ սպորտցանկից հեռու դու տենց ինչ աշխատում ես դա դիջ ջեբդ չէ բայց հարկը ճարելուց հավասար են բայց երբ որ այդ բարիկը պետքա վերաբաշխվի բարձում է ինչ որ մեկը չգիտի ոնց դա տնօրինի իսկ ինչ որ մեկը գիտի սա դասական բան է պետական զավթում է սա իրոք թալան է օրինակ ես հիշում եմ առաջ հա նախկինում այսպես ասենք այս տեսակ հարցերը ինչ բանավեճեր կարային լինեին, օրինակ բանավեճ կարող լիներ, որ ով որ իշխանավորը կհամարձակվեր 8 միլիոն պարգևավճար տալ իր թիմակիցների թոշակառուները ինչի մասին է խոսքը եղել է հետևյալ քննարկումը Նիկոլը կարա իրան թույլ տա ոչ մեկ չի կարող օրինակ զինվորականները գալիս էին ասում էին դե մի քիչ էլ բարձրացրեք մեր աշխատավարձը բայց մեր ասելով նկատի չունեն մեր գեներալներից նկատի ունեն զինվորական աշխարհի ուղղակի դե բարձր գեներալը կարող ասենք նախագահի հետ խորհրդակցության, չէ՞, կապիտան չի կարող գա։ Ասում են մի քիչ բարձրացրեք, մի քիչ էլ էին բարձրացնում։ Հաջորդ տարի նույնպես երբ որ բյուջեն պետք է քննարկը գարասում են էլի բարձրացեք, ասում են լավ դե ձեր ախր շատ է, սպասեք մի քիչ դասատունային տենանք ինչ ենք անում։ Այն ժամանակվա բարգերը էս էր, որ ասենք կար պետական իշխանություն, որը հավասար փորձում էր հոգ տանել, լավ, ստե մի հատ սոց փաթեթ մտցնեմ, ստե հա զինվորականներն ախր բայց շատ եղավ էս դասատունային մնացին, sense լճացան, կներվեր։ Ես էր առաջ, իսկ հիմա ինչ դասատու, ինչ բան, զատո են մարդուն խեղճին անել էին հիվանդանոցից բերել էին, մի հատ գոնե շորտ այն, սպարտիվկի վերխով եկել էին, բերել կայնացրել էին, սրբապիղծ միջոցառման պատարակի համատակ իրականացվող այդ մարդը չդիմացավ, ասաց ես սառում եմ, ինչ չի կարելի, ասել են պետք է գամ։ Էդա իրանց համար նույնիսկ թվացial չէ, երևում է որ իրանք չեն ուզում են Վեդի ալգոյի աշխատակիցներ կարծում եմ հենց հատուկ էլ ասեցին որ Վեդի ալգոյից են մեզ բերել այսինքն պարզ է որ իրանք դեմ են այդ ամենին բայց հիմա իրանց 100-150 հազարն են ստանում երևի ստիպված են պիտի գան չնայած ես դա էլ
չգիտեմ, մեծ հաշվով չեմ հասկանում, բայց դե երևի էլի։ Չէ, հասկանալը մի կողմ, այս վեդեցին շատ կարևոր վեդեցի էր։ Ես դրա մասին գրառում էի արել, որ ասենք 20 թվականից ես գաղափարակից այլ անձինք մեզ ճողում ենք ասելով, որ երկում հաստատվել է թուրքական լուծ։ Դե հիմա բոլոր ժամանակներում էլ ընդունողներ եղել են այդ միտքը, հիմա մի քիչ գնալով թիվը ավելացել է, բայց մեկը ինքը մնում է ասում շուրջ զարմանալի բան, լավ թե ինչ լուծ, հա, օբշի վատ է ոնց որ թե վիճակը, բայց չափազանցնում եք, չէ՞, միջնադարյան բառը։ Հիմա այս մարդը վեդեցին այդ որ 5 տարիա 6 տարիա ասում ենք, դա լավագույն մարմնավորումներ։ Այսինքն մարդուն խոշտանգելով, դա էլ է խոշտանգումի դեպ։ Ֆիքսենք այդ մարդուն են խոշտանգի, որտեվ այսինքն խոշտանգում մի բան, որ կյանքին ակնհայտորեն ֆիզիկական, հոգեմարմնական, ֆիզիկական վնաս է հասցնում։ Բժիշկները իրան ասել են, որ քեզ չի կարելի սառել, ենթադրաբար անկողնային տնային ռեժիմ են ցուցել։ Այս մարդուն ասել են, մեզ դա չի հետաքրքրում, պիտի գաս։ Կամ նույնիսկ չեն ասել, մեզ չի հետաքրքրում, պիտի գաս։ Ուղղակի ասել են, պիտի գաս։ Հիմա կարող է իր վերադասը կանգնի արդարանա, ասի ես խաբարել չի, որ ինքը վիրահատվում է, թեպետ փոքր քաղաքում դա անհնար է, վերադասը պարտավորես իմանալ։ Բայց այնպիսի պայմաններ են ստեղծել, հենց դա է ստրուկտուրալ առումով լուծը, ստրկությունը, ինչ կուզեք կոչեք, գաղութատիրությունն այս պայմաններ են ստեղծել, որ կարիք էլ չկա իրան սպառնալու, վախեցնելու, հիշացնելու, ինքը գիտի դա։ Դա այդ նորմը հաստատված, մենք գիտենք, չէ՞ որ ասենք չպլախ չի կարելի դուրս գալ փողոցում ման գալ։ Ոչ մեկից դա չեն ասել։ Ոչ մեկից։ Երեխա ծնվել ենք մեր մոր-փորից դուրս ենք եկել, մեծացել ենք, մենք դա սովորել ենք որպես նորմ, գրքով չենք սովորել, որ բալիկ ջան իմացի չի կարելի։ Հիմա նույնիսկ այդ մարդը ոչ մեկը միգուցե իր հետ չի կոմունիկացել, տենց բառացի, որ նայ չգաս գործից կանենք, այս կանենք, այն կանենք, բայց ինքը գիտի, որտեղ դա նորմ է, նույնիսկ որ չի կարելի չպլախ դուրս գալ ման գալ։ Շատ լավ, այս ամեն ինչի ֆոնին երեկվա պարոն Սարգսյանը խոսեց դրա մասին, ուրեմն հարցրել են Ամանորի շեմին Արցախի երեխաներին, կան ինչ որ ընտանիքների հետ վաղուց համագործակցում են կամ ինչ որ աջակցություն են ցուցաբերում, ինչի կարիք ունեք, ինչ ուզենան Ամանորի շեմին Էդգար։ Տակ հագուստ եւ կոշի, պատկերացնում ես։ Հա։ Պատկերացնում ես ինչ վիճակում են։ Նախ ես չգիտեմ, ես անընդհատ ուզում եմ հասկանալ, էլի, այս քպայական այս բրոդի այս ատելությունը Արցախահայության նկատմամբ, ինչի, որովհետև Արցախահայությունը միշտ հիշեցնում է, որ դուք դավաճան տական կահաբեկի չեք, ցեղասպան եք, դրա համար են ատում Արցախահայությանը։ Եվ մյուս կողմ դե հետո դիմել են, բնականաբար ում պիտի դիմեն, այս մի քանի այս օրերին էլ որ նայում ես ով է արել Արցախահայության նկատմամբ, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը։ Այսինքն էլի մնացել են այդ մարդիկ։ Ինքն է կազմակերպել, Ծառուկյանը դիմել են, կազմակերպել է բոլորի համար, ովքեր որ խնդրել են եւ զուգահեռ տեսակ, որ Սամվել Կարապետյանը այս վիճակում անգամ Արցախահայության նկատմամբ ինչ որ բան Արցախահայության հետ կապված ինչ որ բաներ փորձում են անել։ Այսինքն էլի մնացել են հայերի հույսին։ Էլի մնացինք մեր հայերի, մեր Սամվել Կարապետյանի Ծառուկյան, էլի մնացել ենք հայերի հույսին։ Ինչ որ Էդգարն ասում, եկել զավթել են այստեղ, հիմա այդ մասն էլի ինչ են շարունակում այսպես ատել Արցախահայությանը, բայց ըստ էության, սիրելի հայրենակիցներ, եթե ձեզ թվում է դա միայն sense բան արած է դեպի Արցախահայությունն է, չէ, չարաչար սխալվում եք, եթե վաղը այստեղ մի քիչ դիմադրությունը շատ լինի մեր պետության կործանման դեմ, մեզ էլ են ինքեր պատելու եւ անելու մեզ հետ ինչ որ բան պետք է պես չորապես հայերին, ուղղակի շատ եմ սրա մասին կերկենում առաջ նույնիսկ հիմա ժամանակավոր անկումից հետո Արցախը ինքը այդ հայկականության թեմայի, որը իրանք ատում են, այդ հայկականության թեմայի առաջամարտիկն է։ Այդ հայկականության թեմայի ամենալավ մարմնավորումն է։ Որ ինչպես կարելի է։ Հա, եթե մենք ասում ենք, չեմ, հետ տվեք մեր հողերը, օրինակ, մեր հողերը, դե հիմա այդ հողերից այդ հողերի մեջ ամեն ինչն է մտնում, Նախճեվանն էլ է մտնում, Էրզրումն էլ է մտնում, բայց ամենաառարկայականը, որը ոչ միայն խոսքով, այլ գործով այդ թեման առաջ էր տանում, Ղարաբաղն էր։ Դրա համար մեկ որ օրինակ ասում է, չէ՞, Սերժ Սարգսյանը ասում է հակաղարաբաղյան շարժում էր, հա ճիշտ է ասում, բայց հակահայկականներ ընդհանուր առմամբ, ուղղակի սուր ծայրով ուղղված էր Ղարաբաղի դեմ, որտեղ այդ բան հայկականության բանում առաջի գծում կանգնած էր Ղարաբաղը։ Մինչև այսօր է այդպես, որովհետև նախ վերքը դեռ թարմ է, հիմա կարող է ես ու դուք կանգնենք, ասենք Նախճեվանն է պետք է հետ բերենք, բայց այդ վերքը թարմ չի, այդ պետք է հատուկ քանդես, նորից բացես, որ դառնան բաց վերք։ Իսկ Ղարաբաղի դեպքում այդ վերքը թարմ է, այդ մարդիկ կան, շատ տարիներ չի անցել, որ ուզում են վերադառնալ, ուզում են ազատագրված տեսնել։ Սրանից բացի, որ արցախցիները հիշեցնում են այդ ձեր ասած կատարած բանի մասին,
հանցանքի։ Նաև կա բանը, ուրիշ կողմներ կա սրա, ամեն դեպքում ինչքան էլ իրանք ասեն, որ դե մնայի կռվեի գևալ են, իրանք հո գիտեն, որ այդ մարդիկ կռվել են։ Ըստ որում այդ մարդիկ կռվել են անտանելիագույն պայմաններում, դա ասենք ցանկացած իրան հարգող զինվորական անկախ ազգությունից, բայց եթե մարդը այդ խորքի մեջ ինքը զինվորական է, գիտի այդ ինչ է, էլի այդ բանի, ասենք զինվորականի պատիվը Ամերիկայից մինչև Ավստրալիա, ում ասենք դա պատմես, ինքը պարտավոր է ասի, թուրքն էլ նույնիսկ պարտավոր է ասի, ես գլուխ եմ խոնարհում այդ մարդկանց առաջ, որովհետև առանց վառելիք, առանց հաց, առանց ջուր, 9 ամիս շարունակ սովի մատնված, շրջափակված, հյուծված, առանց հույս այդ վիճակում, այո, առանց հույս, առանց աջակցության, դավաճանված, լքված, միայնակ, այդ պայմաններում արցախցին միևնույն է միջև վերջին անել պայքարել է, միջև վերջ, անարդյունք չի է պայքարել է, նախ հիշենք, որ թուրքերը ավելի շատ բան են ոչնչացված են ունեցել, քան մենք զոհ, հասկանում եմ մարդկային ճակատագրերը, բայց վերլուծում ենք, եկեք նաև քանակական կողմին նայենք, այսինքն թշնամուն պատճառել են ավելի շատ կորուստ, այսինքն ստեղ էլ լրիվ ռազմական լոգիկայի մեջ ա եղել, որտեղ այո, հարձակվող կողմը պետք է ավելի շատ կորուստ կրի, բայց այդ երբ որ հարձակվողն ու պաշտպանվողը ինչ-որ հավասար են, էլի, բայց այս դեպքում այսպես տարբերություն ա եղել, բայց այդ տարբերության պայմաններում նույնիսկ հարձակվողը ավելի շատ կորուստ ա ունեցել կամ պաշտպանվողը եւ ամենակարևորը տեղեր են եղել, ըստ որում աշխարհագրորեն, սրա առաջ էլ ցանկացած ազգի զինվորական պետք է գլուխ խոնարհի, աշխարհագրորեն տեղեր են եղել, որ իրանք առհասարակ անհնար էր դրանք պաշտպանել այդ ուժերով, աշխարհագրությունը դա թույլ չէր տալիս, օրինակ Մարտունու հատվածում, դուրանա անդեղ, ասենք բլրակներ են բաներ, բայց հարթ տեղ է, դուրանա, Մարտակերտի բանի հետ Քարվաճարի ստիկի պես շոր բաներ չեն, ժայռեր, մայրեր, անհնար անդե պաշտպանել, բայց լիքը դիրքեր են եղել, որ թուրքերը այդպես չեն մտել։ Ուղղակի արդեն մենք որ բանը զենքերը վայր ենք դրել, ամեն ինչը պրծել է, նոր դե ամեն տեղը մտել են։ Շատ լավ։ Նաև էս է երկրորդ պատճառը, թե ինչի են իրանք այդպես բան անում։ Ատոմ, որտեվ իրանց վախկոտության հակապատկերն են էլ Ղարաբաղցիք։ Սպարապետի հայրն էր մահացել, ցավակցությունները եւ 3 հոգի հանգիստներ շատ տպավորիչ էր։ Ես ուզում եմ Տիգրան Քոչարյանի գրառումը կարդալ։ Արամ Զավենիչը համբուրեց ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի աչը։ Այն նույն կաթողիկոսի, ում Արամ Զավենյանն ու իր քաղաքական պապա Նիկոլը համարում է ռուսական ագենտ, ԿԳԲ-ի գործակալի եղբայր, Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի առաջամարտիկ։ Այն նույն վեհափառի, ում անուն իր աչքի առաջ զեղչեց, երբ Նիկոլը այցելեց կեղծ պատարագի։ Այն նույն վեհափառի, ում հարազատ եղբայրը եւ եղբոր-որդին քրոջ որդին հիմա նստած են բանտում Արամ Զավենովնայի կուսակցության անդամ Հարություն Մկրտչյանի դանոսի արդյունքում։ Ես չգիտեմ, թե կա արդյոք հայերենում այսպիսի կերպարների անբարոյականությունը նկարագրող բառ։ Տիգրան Քոչարյանը Արամ Սարգսյանի բարոյականության մասին։ Մինչև Արամ Սարգսյանի մասին խոսելը ես երեք այսպես հետևում էի, նկատեցի, որ շատ նոսր էր, հա, մարդկանց թիվը շատ քիչ էին, ես վստահ եմ, որ դա առաջին հերթին պայմանավորված էր Արամ Զավենի Սարգսյանի պահվածքով վերջին տարիներին, որտեվ գիտեք, թվում է իրան երևի թվում է գնում է իր միջավայրում կամ Նիկոլենց մեջ ինչ որ մարդիկ իրան ողջունում են, բան, չէ, մեկը ներքին ինչ որ բնազդային բան կա, որ մարդիկ հասկանում են, որ սա թշնամի է, որ սա թուրքերի կողմից գործող մարդը հասկանում եք, ասում է, տես ճանապարհը կբացվի, մի հատ դրախտային բան կլինի, ատամնաբուժների համար, չգիտեմ ում համար, մեր տնտեսության կգնան, ասում ասենց հերթի տակ կաշխատեն, միլիոններ կաշխատեն, չգիտեմ ինչ կլինի։ Մարդիկ բնազդով հասկանում են, որ այս մարդը հայ ժողովրդին տանում է ցեղասպանների գիրկը։ Իսկ ցեղասպանը ինչ կարող է անել, ինչ է արել, ինչ կարող անել, ինչ է հետո անելու, պարզ է, ցեղասպանելու է եւ շարունակելու, ընդ որում չի էլ թաքցնում դրա մասին, որ ինքը պետք է իր թրի վրա այդ մսի կտորը, ոնց որ Էրդողան ասեց, այդ մսի կտորը մեզ նկատի ուներ հայ ժողովրդին։ Հիմա այդ մարդու գիրկը տանում մեզ Արամ Զավենի Սարգսյանը եւ երեկվա այդ տխուր պատկերը, որ շատ քիչ մարդ կար, այդ պայմանավորված հենց իրա, որ ասում է ինչպիսի բարոյականություն ունի Տիգրան, ինքը այ իր բարոյական նկարագրի պատասխանը մեր ժողովուրդը, մեր հայրենակիցներ տվեցին։ Ես բազմաթիվ մարդկանց հարցում էի, դուք գնալու եք, ասում եմ, ում գնանք Արամ Զավենի Սարգսյանի ձեռքը բռնենք, ցավակցենք։ Պարզ է, հոգու խորքում մեծ հարգանք ունեն, այդ մարդը սպարապետի հայր է,
այդ մարդը այդպեսի որդի է դաստիարակել, այդ մարդը Արցախ ազատագրողի հայր է եւ այլն, այսպես կարելի է շատ երկար խոսել դրա մասին, բայց նաեւ այնտեղ գլխի վերևը կանգնած է Արամ Զավենի Սարգսյանը, ով հիմա վաճառում հանձնում է մեր երկիրը Թուրքին եւ աջակցում է այն իշխանությանը, որ մեզ տանում է դրան։ Ինքը ավելի ինքը Նիկոլից էլ Նիկոլա երբեմն այս հարցերում եւ այո եւ մյուս կողմից ես երեք է խոսեցի Էդգար դրա մասին, որ ուղղակի իմ հիացմունքը վեհապար հոր նկատմամբ, գիտես, մենք երեք էլ ասեցի, ես էլ էմոցիոնալ պորտկումներ եմ ունեցել, խոսի, վեհապարը հիմա պետք է խոսի, դուրս վռնդի, սանի, այս ինչ վիճակա սա, բայց ինչպիսի համբերատարություն, ինչպիսի խոհեմությամբ, ինչպիսի, չգիտեմ, այս իր մեջ ոնց որ կրում է այդ 2000-ամյա, այս մեր խտացված հայ առաքելական եկեղեցու իմաստնությունը, համբերատարությունը, փորձառությունը, ամեն ինչը եւ մեկ էլ տեսնում ես այս նշել է Տիգրանը ինչ է արել Արամ Զավենի Սարգսյանը, Արամ Զավենի Սարգսյանի պատվերով, թիմակցի պատվերով այսօր վեհապար հոր, չնայած վեհապար հոր համար բոլորն են իր որդիներն ու հարազատները, բայց իր քրոջ որդին Մկրտիչ սպարապետը նստած է, եղբայրը, եղբոր որդին կալանավորված են, եւ ինքը գնում է այնտեղ ու տեսնում ենք այդպիսի խոնարհում, խնդրեմ։ Գիտեք, այս թեման ես մի շրջանցում եմ, ոչ թե որ անձերի հետ խնդիր ունեմ կամ չեմ ուզում խնդիր ունենալ, դեռ չեմ ուզում ունենալ, այլ ինքը շատ ողբերգական թեմա է իրականում։ Ավելի ողբերգական, քան կարող է թվալ, ավելի ողբերգական, քան երևում է այս տարբեր եղբայրներ, տարբեր հետագծեր, Սարոյան եղբայրներ, հա։ Սարոյան եղբայրները չի, չէ։ Այ որ դուք խոսում եք, այդ կինոն մտքիս եկա, բայց ընդ երկու գաղափարական։ Այո, Սարոյան եղբայրները չի, այո։ Նախ երկուսն էլ հայրենասեր են։ Ուղղակի իրենց մեկը բոլշևիկ։ Իրանց, ոնց ասեմ, Գիտես չէ, որ Վազգեն Սարգսյանի ամենասիրած կերպարն է եղել, ֆիլմն է եղել, Խորեն Աբրամյանն էլ ասել է։ Չէ, Սարոյան եղբայրներ չի, որտեղ այնտեղ երկու գաղափարական հակոտնյայություն է, մեկը մյուսին չի դավաճանում որպես աղբեր։ Իրանք շարունակում են մնալ աղբերներ, քաղաքական ճակատագիրը, մետաֆիզիկական քաղաքական ճակատագիրն է իրանց բաժանում, բայց նույնիսկ այդ բաժանության մեջ իրանք մնում են աղբերներ, ու երկուսն մնում են հայրենասեր։ Հայկն էլ, Գևորգն էլ։ Այդ ուրիշ պատմությունն է։ Այստեղ ես երկու ողբերգական կերպարներ մեծ հաշվով, եւ Հայկը եւ նա։ Իսկ այստեղ ես չգիտեմ ճիշտ ասած ինչա, մի անգամ հիշում եմ ասել էին, բայց ձեր եղբոր արձանը օրինակ փորձեցիք հանել, բան բղծել են, խաբար եք նկարը տեսել եք, բան դա ասած եղբորս արածը պետք է 30 տարի պաշտպանվեր։ Այսինքն նախ այդ մարդը եւի պայտակ մոռանում է, որ ինքը օրինակ նաեւ վարչապետ է եղել այս երկրում։ Այդ ասում պետք է պաշտպանվեր, ով պետք է պաշտպաներ։ Դու չես եղել այդ ցանկում, ինչ-որ ու գույտ պարտքի դիմաց այդ բանի ջատակովն է եղել, բայց ինչքան անբարոյական։ Ռազմաբազաների, ռուսամետ, մեկ էլ ինչա տեղի ունենում։ Չէ, այս այլա եսի ինչ էս կերպարի, այս գաղափարական մարդիկ էին։ Անկախ ամեն ինչից։ Ես դրա համար եմ այս թեման շրջանցում, ոչ թե որ ասելիք չկա կամ բան։ Եվ վեհապար հոր մասին դու շատ լավ բան ասեցիր, որ այսօր Թուրքիայի դեմ փաստորեն։ Հա, ես այդ կասեմ, տեսեք ինչա ստացվում, նորություն չեմ ասելու, ուղղակի որ սա այդ փազլի կտորները հավաքում եմ մի կողմ, էլի։ Տարածաշրջանում կա ուժային լուրջ դատապարբում, վակուումիզացիա, որ նոր չի սկսվել, առնվազն 10 տարվա պատմություն ունի, եւ թուրքերը տեսան, որ պատմական շանս ունեն երկրորդ անգամ սովետական միության փլուզումից հետո, դեռ իրանք նաեւ փլուզումից հետո փորձեցին մխրճվել մինչեւ Միջին Ասիա հասնել, անպայման չի զենքի ճանապարհով, չնայած դրան էլ են միշտ պատրաստ եղել, գաղափարախոսական, իրանց այդ մոդելը արտահանելով, որ մենք համ իսլամական ենք, համ ժողովրդավարական ենք, ամեն ձև։ Ու Թուրքիայի աջակցությունն էլ ստորում ունեն։ Թուրքիան այդ տարիներին սովետի փլուզումից հետո ասում էր, հա դու ուտեղ տես ինչ ես անում։ Հետո տեսան, որ չէ, Թուրքիան տես չի կարող, Ամերիկան արդեն եկավ ուղիղ ներգրավվեց, նաև Մինսկի խմբի համանախագահության, եռանախագահության անդամ էր եւ այլն, գիտենք այդ պատմությունը լավად։ Հիմա երկրորդ անգամ մոտավորապես 2010-ականներից սկսած արդեն 14-15-ից հատկապես Թուրքիան այդ շանսը տեսավ ու մտավ, որտեղ կարողացավ։ Հայաստանում փաստացի 2018-ին այդպես ստացվեց, մեր հավաքական առումով, գիտեք իմ հայացքները, այս հավաքական եմ դիտարկում մեր ազգային էլիտան, բարձր ինչ որ մեկը այդ բային իշխանությունն է եղել, մեկը չի եղել, բայց հավաքական է։ Հիմա
մենք եկեղեցական այրերել ենք ունեցել, որ 18 թվի այդ ամեն ինչը ողջունել են։ Հիմա դա արդեն անցած գնացած բան է, բայց եկեղեցին էլ է մեր էլիտայի մեջ, ու դրա համար ես այդ ընդհանրացնում եմ, ոչ թե լղոզում եմ, այլ ընդհանրացնում եմ, որ հավաքական առումով հայկական էլիտան պարտվեց 18 թվին, այստեղ հաստատվեցին թուրքերը։ Ինչ եղավ, տեսանք։ Նույնը օրինակ Սիրիայում 24 թվականի արդեն աշնանը այդ process-ն էլ այնտեղ վաղուց սկսվել էր, ոչ մեկ տարի, որ կամած Բաշար Ասադի արքունիքում իր էլիտայի մեջ սկսեցին թուրքական տարրերը ակտիվանալ։ Թուրքամետ։ Իրանք էլի սիրիացի էին, արաբ էին, բայց իրանց ընդհանուր գաղափարախոսությունն էր, որ լավ, դա ասենց հիմա ինչքան պետք է շարունակվի։ Փորձենք իրանց այդ բան անել, փորձենք լեզու գտնել։ Ու կամած Ասադի խելքին էլ այդ պարկեց, ասենց արևմտահայերի ասած հիմա ասում են Ռուսաստանում վիդեո խաղեր է խաղում ինքը, իսկ իր երկին էլ չկա։ Նույնը մեր հարևան եւ բարեկամ Իրանում, որ էլի գցեցին բռնեցին 24 թվականին, ինչ անենք, ոնց անենք, էլի հավաքական իրանց մոտ շատ էլի հետաքրքիր է այդ բանը, որոշումների կայացումը, էլի տենց ամբողջ էլիտայը ծանոթ թեթև արեցին, որ լավ, եկեք բան մի մարդու բերենք, որ այդպես շատ ռադիկալ չի, թուրքամետ հակումներ ունի, ըստ այդմ նաև արևմտամետ հակումներ, եկեք իրան դնենք, կարող այս գլխացավանքից պրծնենք, չերես իրա միջոցով կարողանանք նաև համ թուրքերի հետ, համ ըստ այդմ արդեն Ամերիկայի հետ լավանալ։ Ինչա լինում, տեսնում ենք։ Ես էլ օրինակ կապ չունեմ հիմա մեր Թեհրանի եւ Ջուղայի ընկերների հետ, մեր հայերի հետ։ Հաճախ նոր Facebook-ում տեսա իրենց մեկը կարմիր ստատուս էր գրել, որ հա, դիմանում ենք, սաղ ենք։ Վիճակը տեսնում ենք ինչա։ Եվ իրոք, sense տարածաշրջանային խճանկարի վրա որ նայում ես, միակ գործիչը, միակ մարդը, իհարկե հոգևոր եկեղեցական, բայց գործիչը, չէ, ինստիտուտի ղեկավարը, որ էս թուրքական արշավանքին ձիգ կանգնած դիմադրումը կաթողիկոսն է։ Ըստ որում դիմադրումը շատ ավելի սահմանափակ, մեղմ ասած սահմանափակ գործիքակազմով, քան ասենք Սիրիան ուներ այդ գործիքակազմը, քան 18 թվի Հայաստանն ուներ, քան չգիտեմ 24 թվականի Իրանի Իսլամական Հանրապետությունն ուներ, այդտեղ ուժային մի խայտառակ ասիմետրիա է։ Դե մենակ թուրքերը չեն, այլ նաև նրանց ձայնակցած Հայաստանի դե ֆակտո իշխանությունները ողջ պետական ապարատով հանդերձ վարչապետով սկսած Վեդու կոմունալի պարտադրաբար միտինգի բերված աշխատակցով վերջացրած։ Եվ սա հարգանքի արժանի, բայց ոչ միայն հարգանքի, այլ նաև ընդօրինակման։ Իրոք կան իրավիճակներ, երբ որ պատմության ընթացքը, պատմության ասելիքը, պատմության տրամաբանությունը քեզ թողնում է ընդամենը մեկ բարձ ընտրություն՝ դիմադրել։ Այդքան բան, կռվել, լավ, դիմադրել մի քիչ пассив բառը, կռիվ տալ։ Հիմա կաթողիկոսը կռիվ է տալիս, կռիվ տալու տարբեր ձևեր կան, ակտիվ, пассив, այդ արդեն կարա տարբերվի, բայց դա կռիվ է։ Երբեմն չպիտի ինտերես, ասես լավ ինչ կլի, եթե կռիվ չտամ, ես մի բա արանքից դուրս գամ, հələ մի հատ շատ չերևանք, հետո կխովլատվի, արդեն տենենք ինչ ենք անում, դա այդպես չի լինում։ Այդ հետոն արդեն գալիս է առանց ձեզ, առանց մեզ, կամ չել գալիս ընդհանրապես տվյալ սուբյեկտի համար։ Դրա համար ցանկացած իրավիճակում մենք նաև տեսնում ենք իդեպ թուրքերը, այսինքն թուրքամետ խմբավորումները Սիրիայի ինչ են անում Հալեպում, օրինակ քրդերի հետ, ինչով դա ցեղասպանություն չի, միանշանակ ցեղասպանություն է։ Այս հարցում լուծումը մեկն է՝ կռվել, իսկ կռվելու համար պետք է այդ կռվելու պատրաստակամությունը ու կարողականությունը ունենալ։ Ես խոսքս նրանով ամփոփեմ, որպեսզի նաև մանիպուլյացիայի տեղ չթողնեմ, երբ որ մենք սա ասում ենք, անդիմախոսները հիմնականում թուրքամետ կեցվածք ունեցողները ասում են, բա ինչ եք առաջարկում Թուրքիային պատերազմ հայտարարել, դե այլ պայմաններում ես չէի անդառնա, որովհետև սա ուղղակի ասենք տկարամտություն է, այս տեսակ տրամաբանական փաստարկ վերել, սա կեղծ բան է։ Այն փոքր երեխեքին ասում են մամա դա շատ սիրում թե պապա դա այդ կարգի ինչ որ դատարկ մի հատ բան է, պնդում է։ Ոչ, բնականաբար ոչ մեկը չի առաջարկում Թուրքիային պատերազմ հայտարարել, ավելին թուրքական լծի տակ ընկնելու այլ ընտրանքը Թուրքիային պատերազմ հայտարարել չի։ Թուրքական լծի տակ ընկնելու այլ ընտրանքը թուրքական լծի տակ չընկնելն է։ Այսինքն կառուցել այնպիսի մի հատ դիմադրական համակարգ, որ ուղղակի ինքը էլի փորձում է քեզ ճնշել, գրավել, լծի տակ գցել, բայց դու ցիկ կանգնում ես։ Խի 91 թվականից սկսած մինչև 2018 թվական Թուրքիան չի ունեցել նույն նկարտումները, այսօր այտենց բույնի դարավ, միշտ էլ ունեցել է։ Այդ թվում Հայաստանի դեմ ցամաքային ներխուժման ոչ մեկ անգամ ցանկություն է ունեցել, առնվազն 2 անգամ փաստագրված, մի անգամ ռուսներն են կանգնացրել, մի անգամ ամերիկացիք 92-93 թվականներին։
հետո էլ միշտ երբեք այս հակումները չեն դադարել Տեր-Պետրոսյանը, որ հրաժարական ա տվել, ամբողջ թուրքական մամուլը ողողված էր լացուկականով, որ վայ, ինչ եղավ, իր այդ ուսումնասիրված կա, իր հետ կարողանում ենք լեզու գտնել, լավ էր, բան, բայ մատենասով կգա, ինչ կգա, բա մենք ոնց ենք մեր ուզածներն անելու, ծանոթ Արցախցի լավ ծանոթ գաղափարակից անձնավորություն կին կա, ինքն է ինձ պատմում, ասում է Ֆրանսիայում է ապրում, Արցախցի է, Ֆրանսիայում է ապրում։ Ասում եմ մի անգամ բան էր, այդպես սալոնային միջոցառում էր, այսինքն ամբողջ դիվանագիտական կորպուսը կար, բա մեկը ասում է Թուրքիայի բանը։ Դեսպանատան աշխատակիցներից մեկը եկավ sense Տևանցու, սկսեց ասում է ինձ քարոզ կարդալ, ասում է գիտես 2001 թիվներ։ Ասում եմ մեզ խանգարում է ձեր սահմանադրությունը, ձեր նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեկ է որ դուք այդ մասիսար այդքան աստվածացնում եք։ 2001 թվի բան եմ ասում, այդ մարդը հիմա արդեն լուրջ պաշտոնների է հասել, այն ժամանակ Չ-կլասի աշխատող էր, հիմա լուրջ դեմք է թուրքական դիվանագիտական կորպուսում։ Սա է իրականությունը։ Իրանք այդ նկրտումները, այդ գանգատը, այդ անհամաձայնությունը, այդ շնամական կերպարները, Մասիսար, Խորենացի, Մեծայք եւ այլն, Ղարաբաղցի նախագահները միշտ են ունեցել, բայց կարողացան կյանքի կոչել, երբ որ մեր դիմադրության ապարատը փլվում էր։ Նիկոլենց բերեցին իշխանության 2018 թվականին մենք Թուրքիային պատերազմ ենք հայտարարել, կամ լավ պատերազմ չհայտարարելը, ցեղասպանության հարցում պահանջատիրություն, այո, բարձրացրել ենք, բայց դա եղել է նաեւ համամարտկայնորեն շատ ընդունելի բան, ամբողջ աշխարհը չէ, բայց աշխարհի ծանրակշիռ մասը ճանաչել է դա, բայց դրան զուգահեռ օրինակ հողային պահանջ դրել ենք, որ ասես այ դա տենց պատերազմ հայտարարելուն հավասար չէ։ Մենք մեր անվտանգային բանը, մեր դաշնակիցը, մեր բանակը, մեր բանը եկան սա քանդեցին։ Տեսեք, 3 հյուր ուներ, այսպես կարծեմ ճիշտ նկատառում էր, հիմա մի քիչ բանը թվում է թե քննադատում եմ կամ ինչ եմ ասում, բայց մեկ էլ այս պահին հայտնվում է այն հույժ գաղտնի բանը, որ ինքը 3 միլիարդ դրամ բաժանել է թիմակիցներին, ճիշտ է։ Այո։ Մի քիչ անտրամաբանական է, որ ասենք կարող էր մի փոքր դադար տալ եւ նորից սկսել է օկուպացիան հայ առաքելական եկեղեցու նկատմամբ եւ հարձակումները Նիկոլի կողմից։ Բայց ինչ որ sense շատ լարված, անընդհատ ինչ որ բաներ է անում, Տիկինն է ակտիվացել, ակնհայտ ինչ որ բաներ է անում, որ բոլորը խոսեն դրա մասին։ Չինարեն է խոսում, կաթողիկոսի գլխարկով մի հատ գլխարկ է դնում, վրան խաչ է դնում, մոտավորապես որ ես եմ առաջ ապագայում բանը կաթողիկոսը լինելու, Անան այդպիսի կերպարով է գալիս։ Նիկոլը ինչ որ թմթմբացնում է, չգիտեմ, ինչ որ աննորմալություններ է անում, սրտիկներ է անում, չգիտեմ ինչ։ Եվ արդյոք այս ամեն ինչը չի արվում նրա համար, որ սովորաբար իրենք այսպիսի բաներ են անում, երբ որ շատ վտանգավոր մի հատ ինչ որ բան է մեր գլխին կապված եւ ինքը ծրագրավորել է մեկ վտանգավոր բան։ Սովորաբար դա ինչ է, այն ընթացքում Արցախի հանձնումներ, Արցախի շրջափակումներ, տարածքները գաղտնի հանձնել կամ դիրքերի հանձնումներ, նոր տարածքներ, նոր պայմանավորվածություններ եւ մեկ էլ մենք տեսնում ենք այս մեծ աղմուկի տակ բոլորը զայրացած են, հրապարակ է եկել են, որ մարդը 8 միլիոն ուղակի այսպես գաղտնի թիմակիցներին բաժանել է թոշակառու Սովի է մատնել, Անան ակտիվացել է, նա չգիտեմ ինչ է, սենց գժին նման անիմաստ անկապ եկեղեցու դեմ ինչ որ սենց բաներ է ակտիվ անում ու դրանց էլ այդ հուդաներին էլ բրուտոսներին էլ ամբողջ ջրը ուղարկում այստեղ զբաղեցրեք, խոսեք, աղմուկ լցրեք եւ 3 հյուրերից մեկը նկատեց, որովհետեւ ինքը ամենայն հավանականությամբ պատրաստվում է նոր տարածքներ անցնելու, ինչ որ մի վտանգավոր բանի է բերում, դա մեկ եւ երկրորդ պատրաստվում է Իրանի սահմանից ռուս խաղապահներին հեռացնել, ինչու ոչ Հայաստան-Թուրքիա սահմանից հեռացնել, այսինքն Հայաստանը հանձնելու, վերջնական հանձնելու մի հատ սարսափելի վտանգավոր ծրագիր կա, դա են իրականացնում, հետեւաբար Նիկոլին այսպիսի աղմուկով եւ այս բաներով են զբաղեցնում, որովհետեւ այդ առումով թոշակառուն զայրանալու է իր հացի մասին է մտածելու, հավատավոր ժողովուրդը զայրանալու է իր հայրագելական եկեղեցու մասին է մտածելու, այս ամենով կամ մարդիկ զայրանալու են, ասեն այս խեղկատակները ինչով են զբաղված, այս ինչ ապուշություններ են անում, իրենց զեխությունն ու շվայտությունը չեն թաքցնում, հրապարակ անետում, ալենենք հատուկ ցուցադրում են, որ 200 հոգով զեղ, շվայտ, ինչ որ ծնունդ ա նշել, իմանալով չէ, որ դա մարդկանց զայրացնելու է, մարդիկ խոսելու են, չէ, փաստորեն ավելի վտանգավոր եւ սարսափելի ճակատագրական բան կա հայ ժողովրդի համար եւ մեր պետության համար։ Հիմա օրինակ, ահա, Զանգեզուրի միջանցքը 40+50 տարով ԱՄՆ թրիպի 74%-ը Հայաստանին, չէ,
Թրիփին 74%-ը, Հայաստանին 26% ու ամենավտանգավորը բաժնեմասերը կարող են վաճառվել։ Ռուբիո Միրզոյան հայտարարության մեջ այլ վտանգավոր կետեր էլ կան։ Աժ առաջիկա ընտրություններին ճակատագրական լինելու վերջը մեր Մանուկ Շուքեսյանն է գրել վաճառել ինչ է նշանակում ով է տարածաշրջանում շահագրգիռ բնականաբար Թուրքիան, այսինքն չի բացառվում, որ այդ 74%-ի տերերը շատ արագ հենց առաջին իսկ օրվանից դառնան, օրինակ թուրքերը եւ ադրբեջանցիները դառնան եւ ինչ վտանգավոր բան է։ Մյուս կողմից հիմա չի բացառում իրենք պայմանավորվել են, որ այս խաղաղապահների հարցը վերացնեն, այսինքն իրենք վտանգավոր բան են անում, նոր տարածքներ են տալու, մեզ ռուս խաղաղապահներին այստեղից հանելու են եւ մնացածը տեխնիկայի հարց չէ, մի ժամվա հարց ալ լինելու, ընդհանրապես ոչնչացնեն հայոց պետականությունը։ Գուցե սրա համար է այս ամեն ինչը եւ մենք էլ նստած այս հարցերը քննարկում ենք, շատ կարեւոր հարցեր են, սկսած մեր բարերարի, մեր քաղաքապետարների, Բաքվում գտնվող մեր բաների, բայց մենք շատ ավելի սարսափելի բանի առջև ենք կանգնած հիմա, շատ ավելի վտանգավոր պլան է բան է կախված մեր գլխին։ Չէ, մենք ճիշտ հարցերն ենք քննարկում ենք մեծ հաշվով ազգային էլիտայի արդիականացման, թարմացման, ուժեղացման հարցերը, որովհետև գիտեք, ես մի անգամ էլ եմ միտքը ասել, մեկ այլ տաղավարում, բայց երևի բարբերաբար ասեմ, որ կարա Հայաստան գա, չգիտեմ, 5000 թուրք, ու Հայաստանը դրանից դադարի գոյություն ունենալ։ Իսկ նաև ես հիշեցնեմ, որ դարաշրջանն ա եղել, երբ որ Հայաստանում տարբեր հաշվարկներով մինչև 300,000 թուրք ա ապրել, բայց Հայաստանը ոնց տեն մեկ չի վերացել, ընդհակառակը դրանից հետո նույնիսկ տարածքային մեծացում ա ունեցել։ Ազգերի ճակատագիրը ինքը մի քիչ տենց պարզ թվաբանական հաշվարկի չի ենթադրում։ Գործոնները շատ ավելի շատ են լինում, բայց ամենակարևոր գործոնը, որ մենք տենց չգիտեմ տարբեր հաշվարկներով 12-ից մինչև 18000 քառակուսի կիլոմետրանոց առաջին հանրապետությունից եկել դարել ենք մինչև 41000-անոց ՀՀ եւ Արցախի հանրապետություն միասին։ Ամենավճռորոշ գործոնը այդ կա, այդ ազգային վարիչ կազմակերպությունը, այդ ազգային վարիչ ուժը այսօրվա բառով էլիտան, թե չկա։ Եվ եթե կա, դե ամենտեղ էլ ինչ-որ մի բան կա։ Ինչ որակի է։ Ինչ քաղաքական պատրաստվածության, մտավոր պատրաստության եւ նաեւ հոգեվոր բարոյական պատրաստվածության է, որտեղ ել եմ ասում, մենք ամենակարևոր հարցն ենք քննարկում։ Հիմա կրկնում եմ, ժամանակին, որպես բարձրախրախոսանք չեմ ասում, բայց փաստ է, չէ՞, ժամանակին խորհրդային Հայաստանում ել եմ ասում, տարբեր հաշվարկներում մինչեւ 300,000 թուրք էր ապրում։ Ինչ եղավ։ Եղավ են, որ իրանք վերկացան գնացին, շատերը բոլորը խաղաղ ձևով, շատերը իրանց տները, գույքը ամենի շուկայական գներով ծախեցին, թողին գնացին, իսկ իրանց գնալուց հետո ընդամենը քանի տարի, 5-6 տարի հետո մենք ազատագրեցինք Արցախը։ Այդտենց եղավ։ Բայց հիմա այստեղ նենց վիճակա, որ հա, ասենք այդ մի հատ ճանապարհի կտորը 500 թուրքը կարող է այստեղ հարց լուծեն, որովհետև այստեղ դիմադրության կազմակերպում, այստեղ ազգային էլիտա իշխանության գլուխ չկա։ Հիմա սա է հարցերի հարցը, ոնց մենք պահպանենք մեր ազգային էլիտան եւ ոնց ճիշտ ժամանակին, ճիշտ ձևով հնարավոր դարձնենք իշխանափոխությունը։ Դա չէ ամենակարևոր բանն ենք քննարկում։ Հիմա այտենց տեխնիկական, չգիտեմ, ձեր հյուրը այդպես է մեկնաբանել եւ միգուցե նա ճիշտ է, միգուցե ես եմ սխալ, կարծելով, որ ուղղակի իրանք անընդհատ փորձում են օրակարգը լցնել, անընդհատ փորձում են ճգնաժամեր ստեղծել, այդ ճգնաժամերի, ասենց ասած, բացասական օրակարգից սնվել եւ անընդհատ լուրերում բանում ներկա լինել, այդ ճգնաժամերի այդ կոնֆլիկտների վրա ուժեղ երևալ, չէ՞, ասենք եթե դու մի հատ նոր թշնամի ես սարքում, ասում ես հիմա էլ եկեղեցին է իմ թշնամին, արշավում ենք, էլի ինչ որ չափով քո էլեկտորատը մոբիլիզացնում ես, մարդը կարող է բախտը բերի նոր էլեկտորատ ճարես։ Պարզվի ինչ որ միտեղ կար եկեղեցին ատող մեկը, որ տենց առանձնապես քո սիրահարը չէր, հիմա դու այդ դարձրեցիր քեզ թշնամի, այդ մարդն ասեց, վայ գնամ սրա մոտ, վերջապես մեկը իմ դարդուցավից խոսած, զբաղվեց։ Ես էլ օրինակ այս բանի տակ եմ տեսնում, իհարկե չբացառելով նաև ձեր հյուրի ասածը, դեպի գիտեք, եկեք մի քիչ ես մի անգամն էլ ես մի լավատեսական նոտայի վրա եմ ավարտում, մի քիչ ցինիկ նոտայի վրա ավարտեմ, ասենք անգամ եթե օրինակ իրանք պատրաստվում են միջանցքը հանձնել, ոչ թե անգամ էլ պատրաստվում են։ Հիմա շեղեն, չինարեն, ասմունք են, չասմունք են, մենք դրան կարողանալու ենք դիմադարձել, թե չենք կարողանալու, մեր ուժից, մեր որակից է կախված, ուզում եմ չինարեն, այն վաղտը չարեն ձեր ասմունքում, ինչ։ Ես իմ Անուշ Հայաստանի էր ասում, չէ։
Տեսեք, ինքնիշխանությունից է խոսում։ Հիշում եք, այս ծաղրածուն է սկզբում, ինքնիշխան բաց, այս Պուտինիներ ինչ որ բաներ ասում։ Հետո պարզվեց չէ, այնց վազելով, որ պետք է այստեղ էլ կգնա, այնտեղ էլ կգնա, բայց մեկ էլ ժամանակ առ ժամանակ սենց շատ բանը ներքին խռովք են ապրում բոլոր ԿՊԱ-ականները, չգիտես ինչի, բայց ես անընդհատ կրկնելու եմ, որ անիկնասեր սատկում եք դուք, որովհետև Ալիևը ստորացրել է ձեր առաջնորդին, ասելով հարբեցող ծաղրածու, ճիշտ է։ Ալիևն ասել է Նիկոլին հարբեցող ծաղրածու։ Որ ստորացրել է այդ հաստատ, այդ մեկնաբանությունը հիմա չեմ հիշում, բայց միլիոն անգամ ստորացրել է։ Ահա, դուք լսել եք ԿՊԱ-ականների կողմից, ասենք Տիգրան Հակոբյանը, որ ասում է Սալավյովին էս արեք, կամ են մյուս են, Վլադիմիր ինչա։ Հա, Վլադիմիր Վարդանյան, հա, Վլադիմիր Վարդանյանը հատուկ ռուսերենով ինչ որ բան, հրովարտակա ուղարկում անին, ինչա Սալավյով ինչի բան, ինչի տենց մի հատ հերոսական չեն կամ բոլորը այն չգիտեմ էլ դրանց ինքան ճիշտ ասեցի, նման են իրանք իրար, չես էլ հասկանում ինչ կերպարներ են ովքեր են։ Բայց ինչի՞ մի հատ այդպիսի բան չուղարկեցին կամ հիմա ասես նոր քիրվայության բանա բացվել Թրամփի հետ, այն նույն Թրամփի հետ որ գիշերը զարթնում ասում է լավ Մեքսիկան վաղը չեմ մյուս օր իմը կլինի, լավ Կուբայի հետ նկարը դրեք դրոշակի կանգնած իմնա, Կոլումբիայի մասին էլ մտածում եմ, դե հիմա դանիացիք էլ դուք կարող եք քնել զարթնել կամ չզարթնել, ձեր խնդրեմն է, այդ տարածքներն էլ իմն է, սենց այսպիսի հայտարարություններ անում ավելին Ինչ ասել, բոլոր իրանցի հայրենասերներին շարունակեք բողոքել, հնարավորության դեպքում վերահսկողություն սահմանեք Իրանի հաստատությունների վրա եւ գրանցեք ձեր բռնության ենթարկողների անունները, ձեզ շատ դաժանորեն ճշրում, եթե հաղորդվող թվերը ճիշտ են։ Այս մարդը կոնկրետ ներքին կյանքին խառնվում է թե ոչ, սա մասի ոչ մի կապ այն ապուշ երջանիկների պես հենց գնացել են, գիտեք չէ նկարվել ենք, բանը գնացել ենք ձեռքը բռնել ենք Ռուբիոյի եւ հիմա մենք պատրաստվում ենք մեր տարածքները հանձնել ապագայում թուրքերին։ Այսպեսի իրանք հեչ, բայց Տրամփի հետ կապված բան ասեմ ու ամփոփենք, որ մեր ազգային դաշտի համար է շատ կարեւոր այն ուժերի են անձանցեն կուսակցությունների, որոնք իշխանապողության օրակարգ ունեն, որը նաև ավտոմատ ենթադրում է, որ իրենք կան իշխանության բնական կերպով, շատ կարևոր է հասկանալ, որ նախկին միջազգային իրավակարգը, որը ինչ որ չափով կար եւ ծանոթ էր հայկական էլիտաներին, ինքը այլևս չկա։ Կա այլ տեսակի միջազգային իրավակարգ։ Մարկ սովորաբար ասում են միջազգային իրավունքը մեռել է, всё չկա միջազգային իրավունք, ես համաձայն չեմ, ես պնդում եմ, որ կա միջազգային իրավունք, ուղղակի այլ ձևով, ավելի ոչ նորմատիվային, ավելի շատ հիմնված սովորութային իրավունքի վրա ու ավելի շատ ուժի գործոնի, բայց մեկը ինքը կա։ Եվ պարզ է այս իշխանությունների ինչ-որ բան ասել կամ հաշվի առնել անիմաստ է, բայց ազգային ուժերի համար շատ կարևոր է սա վերլուծել, հասկանալ միտումը ուր է գնում, այդ նոր միջազգային իրավակարգում, որը աստիճանաբար ձևավորվում է, ինչ կանխատեսումներ կան, ինչքան կտևի իր կյանքը, ինչի կտրանսֆորմացվի, փոքր պետությունները նման միջազգային իրավակարգում ոնց պետք է գոյությունը պահպանեն, նախադեպեր ինչ են եղել պատմության մեջ, դաշինքներ, այս կողմ, այն կողմ, այսինքն սա մեզ է իրականում բան մտածելու տեղ տալիս, որովհետև ամեն դեպքում Հայաստանի գոյությունը ինքը Հայաստանը գոյություն ունի այս աշխարհում Եվ այս աշխարհի օրենքները մեր վրա ազդում են։ Մենք բարձր ուղղակի 18 թվից հատկապես 20 թվից թաթախված ենք այս ամեն ինչի մեջ, շատ հաճախ Հայաստանից դուրս առանձնապես չենք էլ նայում, ինչ է կատարվում, ինչ է անցնում, ինչ է դառնում, բայց նաև այդ դրսի անցուդարձը իրենց հայելային արտապատճենումն են թողնում մեզ վրա։ Դրա համար ինչքան էլ որ sense զբաղված ենք, խառնենք sense ժողովրդական լեզվով ասած, բայց դա էլ պետք է մեզ զբաղեցնի։ Լավ, ուր է գնում այս աշխարհը, ըստ այդմ տարածաշրջանը, ըստ այդմ Հայաստանը ոնց պետք է այդ պայմաններում իր ազգային գոյությունը պահպանի։ Իրանք այդ հաշվարկն ունեն, իրանք ասում են, երբեմն իդեպ մասնավոր զրույցներում բաց են ասում, չեն թաքցնում։ Ասում են դե հենա, ձեր այդ ընդդիմադիր փորձագետները, գիտնականներն էլ են ասում, որ Թուրքիան ուզում է մեծ Թուրան, աջ ցախ, այս ճամփեքը, այս սախ բան Հա դե բա ուրեմն մենք էլ պետք է ընդունենք, բան չկա, պետք է Թուրքիայի դեմ կռվենք։ Դե ուզում եմ ուրեմն պետք է տանք, всё։ Այսինքն իրանց բանը առաջարկվող ժողովրդին կապ չունի, իրանք հավատում են դրան, չեն հավատում, բայց գոնե ժողովրդին ռելիային առաջարկվող բանաձևը է դա գոյատևման, բայց մենք գիտենք, որ դա գոյատևման չի տանում։
Այս որ բարիզմը հետո գոյությունը քաշ տալու էլ չի տանում, դա ուղղակի տանում է դեպի ոչնչացում։ Դրա համար պետք է նաև այս հարցին ուշադիր լինենք, լավ, այս միտումները համաշխարհային ուր են տանում եւ ոնց ենք մենք այդտեղ մեր ազգային գոյությունը քննարկել ենք նաև այն խոչընդոտները, որոնք չեն համապատասխանում խաղաղության դրական տենդենսներին, ասել է Միրզոյանը պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուբիոյի հետ քննարկել են հայ գերիների հարցը։ Այս թյուրի մածությունները պիտի բացատրել, որ ոչ թե պիտի քննարկվել, այս հարցը պիտի վաղուց լուծված լինի եւ որևէ քննարկման չգնալ կամ որևէ ձեռսեղման չգնալ, քանի դեռ Բաքվի բանտում կան մեր գերիները եւ մեր գերիները ազատության մեջ չեն եւ սա մասին խոսում եմ միայն այն բանից հետո որ հարց են տալու հա դե ինչ որ ձեռքի հետ էլ մի հատ բանի քննարկել են էլ այս գերիների հարցը։ Ես դու մի քիչ չի ասել այդ հարցը քննարկվել, թե չէ, եթե ձեր իրես հիմա այստեղ նստած եմ, չգիտեմ թե ինչա կատարում, եթե հենց բառացի տենց է ասել, ոնց դու կարդացիք, այդ ինքը չի պատասխանել այդ հարցին։ Հա, իդեպ այստեղ ես ասեմ ոնց է հնարավոր նույնիսկ թույլ կամ այս պայդությամբ նաև պարտված կողմ այս հարցը առաջ տանել, եթե ազգային իշխանություն լիներ։ Ի վերջո լավ վատ Հայաստանը կա։ Եվ եթե կա ամերիկյան շահ, որ օրինակ այդ ճանապարհը Իրանը լինի եւ այլն, դա ուղղակի ասենք այս հարցի կարգավորման համար պատանդարվածների այդպես մանանակը լիներ երկնքից։ Որ գնային ամերիկացիքին ասեին, լսի, հասկանում ենք, դու մեծն ես, մենք փոքրն ենք, բան չունեմ ասելու, ուզում ես այս ամեն ինչը, բայց մեր համար սա կարմիր գիծ է, դու սպանի։ Քանի դեռ դա չկա, մենք չենք նստում բանակցությունների սեղան։ Պարզը առաջինը միշտ ցանկացած բանակցության ժամանակ փորձում են թույլին բան անել, սեղմել, ոնց որ թույլի համաձայնությունը ստանալ, որ գործը արագ առաջ գնա։ Բայց 1-2 կգնային Տրամփին կզեկուցեին, կասեին, լսի, չէ, դե մի հատ հարց ունեն, որ խորանում եք, տենց եսի մի ինչ էլ չի, մեծ հաշվով կարանք հումանիտարի տակ անցկացնենք, գնա, էլի չեն ասում մեզ հող տվեք, մեզ եսի միլիարդներ տվեք, մեծ բան չի ուզածները, ասենց որ խորանաս, բայց այդ իրանց համար ոնց որ թե իրոք բլեֆ չեն անում, չեն թանկացնում իրանց, կարմիր գիծը ասում են, չէ, չենք բանակցելու Ալիևի հետ։ Ուզում ես, էսի ապահովի։ Արդեն շուրա գալի երկրորդ ռաունդը, նա էլ սկսում է հիմա բան անել, Ալիևին ասել, որ լսի, դե հիմա կրակը չեմ ընկեք քո ձեռը, արդեն ստացվում է որ Ալիևն է բան Տրամփի թշնամին։ Նույնը դե ուրեմն թե դա չի արվում, ինչ է նշանակում, որ այսօրվա իշխանությունները գիտակցված չեն անում եւ ավելի շահագրգռված են, որ մեր գերիները մնան Բաքվի բանտում։ Միանշանակ։ Այնպես որ այս հարցում դրա համար որ ասում են պայքարենք, դրա համար պայքարենք, նրա համար պիտի պայքարել ուղակի երկիր ազատագրելու, վռնդելու այս թշնամի իշխանություններից երեք Սուրեն Պապիկյանն էլ ասել է Կարեն Շաքարյանը պատվախնդիր սպա է, ուրեմն այսօր Արցախի հերոսեր զրկեցին իրեն դրանից, ուրեմն եթե մարդը գնում է պղծության մասնակցում է, պատվախնդիր մարդ է, բայց եթե Մովսես Հակոբյանի նման գեներալը խոսում է խնդիրների մասին, ինչ էր ասել այս Ապիկ Արանդայսիրակը։ Ասել էր ամաչում եմ, ինչ ոնց էր ասել ավելի էս ինչ լկտիություն, ավելի լավ է ձայնդ կտրես սուս մնալ, ասում է այդպիսի վաստակ ունեցող հերոս 91 տվեց Մոսինգերովի մեջ դու այ անամոթ, այ ապիկար, այ անբարոյական, դու էս ինչ լկտի է, լկտիության սահման է, էս ուր են հասել, էս են ճլորած Սուրեն Պապիկյանն է, մի հատ մանկավարժի, որ չգիտեմ բանի ինչա դավաճանի բանով sense սպունգով գնում կապնում են չէ իրար գնացի հասել է այնտեղ եւ մի քիչ չափը ճանաչի այդ տղա մի քիչ քեզ կարգի հravirի այ չգիտեմ ինչ ուրեմն սրբապիղծը պղծության գնացողը պատվախնդիր է երկիր ազատագրող այդպիսի մեծ ահռելի վաստակ ունեցող գեներալը որ ինչ պաշտոններ է զբաղեցել, ինչ դիրք եւ ինչ ունի թիկունքում։ Եվ մոռացել եք հարյուրյա պատերազմի ժամանակ նաեւ վիրավորվեց եւ առհասարակ այս բան թշնամիների իշխանության գալուց հետո էլ ինչ նախաձեռնությամբ է հանդես եկել, ինչ է խորտվել, ինչ է փորձել անել եւ հետո որ այդ ամեն ինչի մասին խոսես, պարզվում է այս անձը իրեն իրավունք է վերապահում այդպես խոսել իր մասին, մի հատ էլ ասել բան չափը ճանաչի ոնց է ասել Մովսես Հակոբյանը գուցե ունենա այ անամոթ ես անհարմար եմ զգում կարդալ այս Սուրեն Պապիկյանի խոսը մեծաբերան դե էս էլի թուրքական մոտեցումն է եթե մեր դեմ բանը անում ոնց է համարցակվել եթե մեր դեմ ընդվզում է всё իրան ոչնչացնել բայ անդաստիրակ ձեր այ անամոթ այ անբարոյական կանգնում է դու բա սահմանների բանի երկրի պատասխանատուն ես կանգնում հայտարարում ասում է որ մերն է Բասում այդ տարածքները մերն է, բա ձայն հանի, այ անամոտ, այ մեծա գլուխ, մենակ որով այն դու գլուխը տա մեծանում,
Ինչքան տարածք են զիջում, այդքան սրանց բանն է, չափերն է մեծանում։ Հակադարձ Որովայնով բանը մտածող, մեկ էլ ժամանակ առ ժամանակ իր երջանիկ ընտանիքի նկարներն է, ինչքան դժբախտությունը տարածվում ու շատանում է երկրում, այդքան իբր իրանց երջանիկ չի լինում այդպիսի բան։ Բնության օրենք գոյություն ունի։ Կգաս ես կտանի ջրհեղեղի պես բոլորիդ, որ անգամ սենց ամբողջ ժողովուրդը հնազանդ նստի, ջրհեղ բնությունն է գալու, այդ բնության բան տարափով էս լինելու է ձեզ տանի։ Ես էս երեք կարդացի, որ ունենա ամոթ, հələ տեսի ում է ասում է։ Ինչ մարդու, ինչ վաստակ ունեցող մարդու է, ում մասին է խոսում։ Ինչ է արել քո կյանքում։ Դանակա, բացի դանակահարության համար դատված մարդ, ինչ է արել քո կյանքում։ Մի հատ էլ արձանագրի էլի ով ես դու, որ դու քեզ իրավունք ես վերապահում։ Գեներալի այդպիսի մարդու հասցեին այդպես անամոթ, այդպես անամոթի ինքնդ է դու ես անամոթ։ Մի հատ տարիքդ նայի, վաստակը նայի, դիմացիդ մարդու արժանինքներին, մի հատ նայի նոր խոսի։ Եվ բոլորն են այսպես, բոլորը։ Հատնտիր։ Այն մտավոր հետամնաց մի հատ ինչ-որ պատգամավորն ինձ էր դասել տալի, ասում է դուք եք ձեր նմաններն են հայաստանցի արցախցիների մեջ բավել, պատկերացնում են, պատկերացնում ձեր մտավոր հետամնաց ունեն։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Ինչ է։ Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել։ Դեսպան Խալիլ Շիրղոլամին շեշտել է Թեհրանում ձևավորում է մի պատկերացում, թե Հայաստանը դառնում է կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար։ Խոսելով Իրանի բողոքի ակցիաների մասին, դեսպանը նշել է, որ հաջողվելու դեպքում պարտվող կողմ է լինելու նաև Հայաստանը։ Խալիլ Շիրղոլամին մտահոգություն է հայտնել, որ շաբաթ օրվանից սկսած Իրանի դեսպանության առջև քաղաքացիներ են հավաքվում եւ անհարգալից ու վիրավորական կոչեր են հղում։ Դեսպանը շեշտել է, որ այս քայլը կմնա Իրանի ժողովրդի հիշողության մեջ եւ ընդգծել, որ Հայաստանի համար դժվարին օրերին Իրանը Հայաստանի կողքին է եղել։ Դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտնել է, որ իրենց մտահոգությունները բազմիցս փոխանցել են Հայաստանի պատկան մարմիններին։ Հիշեք, որ դուք ինչպես էստեղից սնուցում էիք Վրաստանում հեղափոխություն իրականացնող, հիշում եք այդ կառույցներին անձանց, Վրաստանի իշխանությունները դրա պատասխանը տվեցին, չէ՞, որ մեկ էլ Լարսը փակվում է, որ վրացի բլոգեր էին բերել դեմ տվել Պուտինին հազգորը։ Այսինքն շատ ճիշտ է նկատել սա, ոչ թե միայն Իրանի պետության, Իրանի Իսլամական Հանրապետության եւ Իրանի ժողովրդի դեմ է սա, նաեւ սիրելի հայրենակիցներ, հետևություն արեք սրանից, շատ ճիշտ նկատառումներ է եւ լավ է, որ հրապարակային խոսել է սրա մասին, սա նաեւ կոնկրետ քայլ է հայոց պետականության եւ հայ ժողովրդի դեմ։ Ըստ որում կարան իրանց էշի տեղ դնեն, ասեն դե մենք ինչ անենք, մարդիկ իրանց իրավունքը բան, այդ լոլոներ է, երբ որ իրանց պետք է ինչ-որ մի հատ ցույց ծրել, այդ ցույցը ծրվում է։ Ինչ մասնախոս, կենել եթե իրոք ասենք իրանք համարեին Իրանին բարեկամ երկիր, որ փորձում են վերջի տարիոկեսը խაფել Թեհրանին մոլորեցնել, իբր տենց են համարում, դե այդ ցույցը ուղղակի չերել հավաքվի։ Իրանք չգիտեն ով է կազմակերպողը ինչա կհրավիրեն։ Իրանի Իսլամական Հանրապետությունում չեն հասկանում, թե ինչու արտգործնախարարը հատկապես այս օրերին գնաց Միացյալ Նահանգներ։ Ինչ են պայմանավորվել, այդ պայմանավորվածությունները ինչքան չափաբաժին է Իրանի դեմ, չէ՞։ Ժամանակին հիշում եմ, եւի մի 5 հոգի կլնեին, եւ Արցախից եւ Երևանից որոշել էին գնալ Սիրիա կռվեն, նստում կռվեն բան Ասադի կողմից, բայց որոշել էին տենց գնան։ Բանում аэроպորտում կանգնացել հացն ասել էր գնացեք տուն ձեռեք առնում։ Այսինքն այդ ազատ տեղաշարժի իրավունք, ազատ տեղաշարժի իրավունք, եթե իրան կարող գնային ընդ Ասադի կողմից կռվեին, տերորիստները տեն այնստեղ հայեր են եկել, ասենք այն Երևանում մի բան տրակացնեին։ Եթե ազգային շահը, եթե դա կա, դրա գիտակցությունը կա, պետությունը կարող է դա պաշտպանել։ Նույնն էլ էս դեպքում ազգային իշխանություն ուներ, հավաստանշած իրանք ունեն ովքեր են կազմակերպիչները, կհրավիրեր, ոնց որ գմեն հիմա քահանաներին են սպառնում ոստիկանությունով ԱԱՑ-ով, կհրավիրեին կուլտուրական դեմը մի հատ տակ չայ կդնեին, ասեին ախպերեսի այդ տեղը չի։ Ձեր հարցերը ուզում ես հենց հիմա քեզ դե առոք փարոք ովքեր են ուզում գան ցույցի, առոք փարոք ձեզ մի հատ համարոտ նստացնեմ իմ բյուջեի հաշվին։ Ուղարկեմ ձեզ Թեհրան կամ ցամաքով ուղարկեմ, գնացեք ընդ ինչքան ուզում եք ցույց արեք, ստե այդ թեմաները չկան։ Սենց է լուծվում հարցը, կարճ կոնկրետ։ Բայց իրանք հաստատ լավ էլ տակից բան են արել։ Պատժաշկային արել։ Շնորհակալություն։